Դու ով ես։ Ինձ հետ ամուսնացել ես, ազատություն զրկվել ես։ Եթե նա դերասանուհի չլիներ, ես կյանքում Ջուլիան առանձնապես տպավորություն չի թողել իմ վրա։ Նա ես հավատում եմ, որ կյանքում ինքը ինձ չէր սիրահարվի։ Ինչու։ Պատանեկության սերերը ինձ չի հետաքրքրում։ Անումը հակառակ ամեն ինչին, ինչ որ ինստիտուտում սովորել ենք, բայց ժողովրդի ուշքը գնում է, ու ես էլ նայում հիանում եմ ամեն անգամ։ Ես չեմ սիրում տանը նստել, դերի վրա աշխատել։ Ես դա չեմ հասկանում ինչ բան։ Մերոնք շատ քննադատաբար մոտեցան հարցերին։ Բնական է, Ջուլիան երկրորդ դեպքն էր։ Ես հիմա մի նուրբ հարց եմ ուզում տալ, որի մասին մարդիկ ամաչում են շատ ժամանակ խոսել։ Երբեք որևէ կնոջ, որին հավանել եմ, ինքն էլ ինձ հավանել, անկողին չեմ արել ու չեմ խաբել, չեմ հեռացել։ Ուզել ամուսնանա, ամուսնացել եմ։ Գյուղում այն թեպի փեչեր էր, ելուն կանգնում էի, թռում էի, թեպը նստել, որ վառենք, տականային, բայց ես հարմարվել էի ու ինձ դուր էր գալիս այդ վիճակը։ Հետո ապրել ենք համարյա պալատներում, էլի դուր է եկել ինձ այդ վիճակը։ Անենց եմ կոռում եմ Հայաստան եմ ուզում, ես մեծ տունն եմ ուզում։ Այստեղ ինձ ավելի շուտ հանդիսատեսն է ֆետիշացնում, բայց ոչ թատրոնները։ Ինչն էր պատճառը։ Բախտավոր եմ ինձ Իսկ ես համարում։ ինձ ավելորդ եմ համարում։ Եվ այդ օրը գնամ տուն ու քնեմ չվերկենամ։ Հայ քուրա։ Որտեվ ես միշտ այդպես եմ զգացել, եւ եղել եմ պահանջված եւ ավելորդ։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան գրուպ, գործընկերներ Armenia Wine, Կտուր AM։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Զգուշացնում եմ, իմ տրամադրությունը այսօր շատ լավ է, դա մի փոքր պայթյունավտանգ է, որովհետև առանց այն էլի էմոցիաները միշտ շատ են, իսկ այսօր մի փոքր չափազանց բարձր է տրամադրությունս, նախ որովհետև շատ սիրելի հյուրեր եմ ունենալու տանը, բացի այդ էլ այսօր նկարահանումից հետո ես վերջապես գնալու եմ դիտել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Դեկամերոն ներկայացումը, որը բեմադրել է Լիլի Էլբակյանը, սա իմ ամենասիրելի գրական գործերից մեկն է եւ չեմ համբերում, թե երբեմ տեսնելու արդեն բեմում, ընդհանրապես ներկայացումներով լեփ լեցուն է հիմա Հայաստանը եւ շատ հաճելի է տեսնել, որ նաեւ մարզերում կարող ենք դիտել ներկայացումներ հյուրախաղերի ընթացքում, օրինակ ապրիլի 1-ին Արտաշատում կարող եք դիտել ցանկապատ ներկայացումը, ինքս դիտել եմ Բյուրականում, բացօթյա, այնպես որ խորհուրդ եմ տալիս։ Ապրիլի 1-ին նաեւ Արամ Խաչատրյան համերգասրահում Սամվել Երևինյանի հոբելյանական երեկոն է լինելու, մի հրաշալի համերգ, կրկին պետք է բաց չթողնել։ Ապրիլի 2-ին Նռնենի ներկայացումը Արմավիրում, շարունակելով թատրոնի թեման եւ իմ բարձր տրամադրության թեման, ասեմ, որ դրանք մեկը մյուսի հետ փոխկապակցված են, ոչ միայն ներկայացումներ դիտելու իմաստով, այլ նաեւ այսօրվա իմ հյուրերի։ Մի քանի րոպեից իմ տուն ռեստորանում կհայտնվեն Հայաստանի Հանրապետության արտիստներ, սիրելի դերասաններ, ամուսիններ Ջուլիետա Ստեփանյանը եւ Սամվել Բաղինյանը։ Գնամ դուռը բացեմ։ Ոնց գտակ։ Բարև ձեզ։ Մենք պատահական Ես շատ ուրախ եմ, որ դու անգամից գտակ։ Ինչ սիրուն եք, շքեղ։ Ես քո անցած մարտի 8-ը, ես էլ գալիք ապրիլի 7-ը։ Բարի գալուստ իմ համերգրացի եւ սիրելի Յա, բայ իհարկե։ Այո, Գանձակար։ Արա, աղտանեցի։ Շատ սիրուն ծաղիկներ են ինձ նվիրել, բայց միայն հասկանամ, այսպես է մնում, թե դուրս է գալիս, բանալի դուրս է գալիս։ Ես սա հենց կդնեմ սեղանին։ Մենք կզրուցենք։ Տիկին Ջուլիա ջան, Արոն Սամվել ջան, ես չեմ կարող պատմեմ, թե հիմա այս պահին ինչքան սիրուն պատկեր ա իմ առաջ։ Երկու գեղեցկադեմ, տաղանդավոր, վաստակավոր արտիստ։ Մի չափազանց։ Ինձ մոտ են, դա թող որոշի հանդիսատեսը։ Եվ այդ ապողջունները, որ դուք ստանում եք ամեն անգամ, ուզում եմ շատ շնորհակալություն ասել, որ օրը ինձ հետ եք սկսել։ Ես այս հանդիպմանը սպասում էի, ճիշտը որ ասեմ, ես մտածում եմ, որ մեր գյուղի տանը մի օր նկարահանում կանեմ եւ տավուշեցի տաղանդավոր մարդկանց այնտեղ կհրավիրեմ։ Բայց մի քիչ դες իմ վրասկոտ բնավորությունը Ձեր գյուղը Գանձակարն է, չէ՞, Մերիջևանի Գանձակարը։ Այո, բայց ինձ թվում է այնտեղ էլ մենք համերգացիներ ենք, ինչը շատ ուրախալի է, բայց ինձ թվում է երբեք հանդիպումները, ուրախ հանդիպումները քիչ չեն լինում, կարող ենք էդ էլ կազմակերպել։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ Հերմինե ջան, ես ճիշտն ասած
Շատ եմ սիրում քո հաղորդումը, նայել եմ մի քանի հաղորդում ու ասել եմ ես Հերմինեն ինչ մեզ չի կանչում։ Ես չեմ սիրում հաղորդումների գնալ։ Ես գիտեմ։ Չեմ սիրում, որովհետև ես լավ չեմ ասել։ Նույն բանը անգամ պատմել են Շատ եմ հոգները։ ասել, որտեղ միշտ ասել եմ, որ ես դասավորված գեղեցիկ խոսել չգիտեմ, իմը խաղալն է։ Ես չեմ սիրում գնալ հաղորդումների, կաշկանդվում եմ, այս Մեր բախտը բերել է, որտեղ այս անգամ մենք ոչ թե հաղորդում կամ հարցազրույց ենք անում, այլ մենք օրվա մեջ այս մի 2 ժամը իրար հետ ապրելու ենք։ Հիմա թե ոնց կապրենք, այդ կյանքը ցույց կտա, բայց ես առաջարկում եմ սկսենք խաղուն գինով։ Պարոն Սամվել, իսկ թվա դուք պետք է մեզ հյուրասիրեք։ Խնդրեմ հաճույքով կբացեմ։ մենքեն չանես վրես ցտնես, որտեղ ինքը Չէ։ Ուզում եք ես օգնեմ։ Չէ, ինչի։ Լսպասի փորձենք։ Ինչ գինի բացել գիտեմ։ Ես գինի է թե շամպայն։ Շամպայն։ Ահա։ Ես կդա պատալուկը Ոչ, վրես բան։ իմ պատերը սովոր են, իմ առաստաղը Մենք զգուշ մարզված է։ կբացենք առանց գորգորոցի, առանց պայթվի։ Բայց հիմա կատաստրոֆա է սա։ Ոչինչ, Չէ, ոչինչ։ երկրորդը քո երեսից եղավ, որովհետև ես համարյա ոչինչ չեք թափել։ Ահա, դեր։ Ահա։ Ես վախում եմ, որ շատ ինքը բան, շատ դիրա։ Давайте Չէ, հա, խմեցինք։ այդպես խոսում է։ Բարով տեսանք, շատ հաճելի է քո մոտ գտնվել։ Շնորհակալություն։ Հավանեցի ես քո Ձեր կանացի մի ամսյակը խայտարակ բան է, առաջ 8-ներ, երբեմն հրաժարում էինք, երբեմն մոռանում էինք, երբեմն իբր մոռանում էինք, հիմա ներում բեկում չկա ամբողջ մի ամիս, չես կարա մոռանաս։ Մենք ձգտում ենք, որ դա դառնա 12 Հաճելի է։ ամիս։ 12 ամիս։ Շնորհակալություն։ Շնորհավոր։ Այս շամպայնն։ Այո, Արմենիայի ընկերության տակարն ենք փորձում։ Ախ, տակար է կոչվում, այո, Հա, իհարկե։ տակար շամպայն։ Ինչն է դիսկոմֆորտ։ Կապտում այլի չեմ կարող։ Հա, իհարկե մոտ։ Ինչ է։ Իրոք այն դերնա։ Վերջ։ Կրծանք։ Ամբողջ պրոբլեմ սարքեց, այս երկու կաթիլ շամպայնի Հա, կապը։ ոչինչ։ Հեսա։ Նայեք, ես երկար մտածում էի, նաև մեր զրույցի շուրջ իհարկե, որտեղ հարցազրույցները վերջին этаպում Տիկին Ջուլիան շատ է տվել, եւ այլն եւ այլն։ Եվ հասկացա, որ ինչպես պիեսներում, հա, թատերական լեզվով ասած, մարդու կյանքն էլ կարելի է ակտերի բաժանել։ Գործողությունների, առաջին գործողություն, երկրորդ գործողություն։ Հիմա օրինակ, եթե ձեր երկուսի կյանքը, սա ուզում ինչ մեծ սեղանի շուրջ կտեղափոխվենք եւ կսկսենք ճաշել, իրար հետ բարձենք այս հարցը։ Եթե օրինակ ձեր երկուսի կյանքը փորձենք գործողությունների բաժանել, դեռ բաժանել, ոչ թե խոսել դրա մասին, եւ վերնագրել։ Ահա, ես պատրաստվել եմ, որ հիմա այս գործողությունների անունները պետքա գրեմ։ Քանի գործողություն կլինի ձեր կյանքը եւ ոնց կոչվեն այդ գործողությունները։ Իհարկե հարցը չեմ հասկանում, ես այդ ոնց կարելի է գործողությունների բաժանել։ Օրինակ ձեր հանդիպումը որպես առաջին գործողություն։ Ես շատ հին թատրոնի ոգով, որտեղ կար 3 գործողություն, մի ժամանակին 5 գործողություն է եղել։ Երևի 5 գործողության մի տրագիկոմեդիա։ Լավ, ուրեմն գործողություն համար առաջին։ Մանկություն ծնունդ։ Մանկություն ծնունդ։ Մանկություն ծնունդ, բայց այդ մանկություն ծնունդը ուրեմն առանձին պատմություններ են։ Մանկություն ծնունդ չէ, ծնունդ մանկություն։ Ծնունդ մանկություն, այո։ Մանկություն։ Սա առանձին պատմություն։ Եկեք հետո արդեն առաջին գործողություն։ Երկրորդ գործողությունը ես կարծում եմ, որ դա ձեր հանդիպման գործողությունը պետք է լինի։ Առանձին գլխով։ Չէ, սա երևի 3-4 գործողություն լինի, Երկրորդ գործողությունը պատանեկություն, առաջին սեր, ուսանողական կյանք։ Այդ դեպքում եկեք առաջին գործողության տակ դնենք կենսագրություն։ Կենսագրություն։ Քանի որ դուք երկուսով եք, ես կարծում եմ, որ հատկապես երկուսիդ հանդիպումից սկսած։ Ես ուզում եմ այդ առաջին գործողությունները միջև այս հանդիպումը։ Մի քիչ այդ երկարի է, երջանիկ,
Անշուշտ Այդացեց կուտեստում։ անգետ երջանիկ ժամանակներ։ Ես ես հաղորդմանից չեմ մասնակցում։ Չէ, ես վատ բան չեմ ասում։ Հա, ուզում եմ արդեն վատ բան ասել։ Չէ, վատ բան չեմ ասում։ Ուզում եմ ասել։ Իսկ ինչ էիք ուզում ասել։ Ուզում եմ ասեի մի քիչ ձգվի միջև հանդիպումը։ Հա, Դրա համար ոչ թե Մանջիրի ա եղել իրական։ Մանջապես Ջուլիա։ Հանդիպել արդեն։ Դրանից առաջ պատանեկություն ա եղել, ռոմանտիզմ ա եղել, ուսանողական տարիներ ա եղել։ այ հիմա մենք դա կհասկանանք մեծ սեղանի Ոչ գալի մի անգամից մանկություն, հետո Ջուլիա։ Չէ, որովհետև մենք երկուսով ենք եկել, ուզում եմ մեր մասին լսի։ Քո պատանեկության սերերը ինձ չի հետաքրքրում։ Բայց Քանսեր մենք սա կպարզենք։ Երկրորդ գործողությունը եկեք անվանենք հանդիպում։ Ես կարծում եմ ձեր կյանքի կարևոր կետերից մեկը եղել է ձեր Ես կամար էի երրորդ գործողություն, բայց ոչինչ։ Լավ, երկրորդը ո՞րն է։ Երկրորդը ո՞րն է։ Պատանեկություն, ուսանողություն, ազատություն, սկիզբ։ Բայց որ ինձ հետ ամուսնացել ես ազատությունից զրկվել ես։ Չէ, դու չհասկացա։ Մեր մասին կարող է լինի նախարգանք եւ հանդիպում։ Նախերգանք, հրաշալի, նախերգանք, մի վարքյան, նախերգանք։ Այսինքն երկրորդ գործողություն, ամեն ինչ արեցիք, որպեսզի առաջի գործողությունից հետո գա երկրորդ գործողությունը։ Ես երրորդն էի ուզում գցեի մեր հանդիպումը, բայց դուք երկրորդ։ Մենք հետո այնտեղ կխմբագրենք։ Նախերգանք, հանդիպում, երկրորդը բարդություններ, Կյանք։ կյանք, երրորդը կյանք, չորրորդը կարող է դնենք անջատում, երբ Լեհաստան տեղափոխվեցիք, անջատում հայրենիքից։ Կարող է լինի, հա։ Դուք համաձայն եք, Տիկին Ջուլիա։ Ճիշտ է, երկար ենք ապրել, բայց ես չեմ համարում անջատում, որովհետև միշտ մտածել եմ հետ վերադարձի մասին, էլի չեմ անջատվել։ Լավ, եկեք անջատում չդնենք անունը, եկեք գրենք երկար ուղևորություն։ Տեղափոխություն, հա։ Երկար ուղևորությունը ռոմանտիզմ։ Ես համաձայն չեմ Ջուլիայի հետ, դա անջատում էր հայրենիքից, անջատում էր երկրից։ Բայց մենք չենք որոշել, որ լրիվ պետք է անջատել։ Լավ, առաջարկ ունեմ, եկեք անունը դնենք անջատում։ Որ լինի եւ անջատում եւ չանջատում։ Լավ։ Երևս։ Չանջատում, շատ լավ։ Մի տեսակ վիրավորական է թվում ինձ համար, որ լրիվ անջատում ասենք։ Դե չանջատումը լավն է։ Չանջատումը։ Դրանից հետո գալիս է արդեն վերադարձ։ Այո։ Վերադարձ դեպի կյանք։ Եկեք դնենք վերադարձ դեպի կյանք։ Վերադարձ դեպի կյանք։ Եվ փակենք վերջաբանով մեր օրեր։ Չեմ կարծում վերջաբանը եղած լինի։ Չէ, դե սա նայում ենք որպես մեկ Եվս մի գործողություն կա։ որը։ Մեր օրերը Հայաստանում։ Ես չգիտեմ, հիասթափություն ասեմ։ Չէ, մի փոխի, մի շեր։ Չէ, բայց շատ հետաքրքիր է սա։ Գիտեք, ես միշտ ասել եմ ու կասեմ։ Եթե դու մարդ ես, գիտակից արարած ես։ Վերամբարձ բաներ չասեմ, հայրենասիրություն բա, տենց բաներ չասեմ։ Քաղաքացի ես։ Երկրում ապրում ես, որքան էլ անձնական կյանքդ հաջող լինի, հանդիպած քո կեսդ լավը լինի, երեխեքդ լավը լինեն, ընտանիքդ երջանիկ լինի, եւ որքան էլ մասնագիտության մեջ հաջողություն ունենաս, քո գործի մեջ դու հասնես ինչ որ բաների ու քեզ լիարժեք զգաս, որովհետեւ երկու բնակավար կա՝ տուն եւ աշխատանք։ Դրանից մեկը որ թերի է լինում, մարդու կյանքը վերածում է դժոխքի ներողություն։ Բայց այս երկուսն էլ եթե իդեալական լինեն, եթե երկրի վիճակը լավ չի, ինչ որ պետք է լիներ, դու արդեն երջանիկ մարդ լիարժեք չես կարող համարվել։ Всё։ Կան որ կարող են ասել, ես թքած ունեմ, ես երջանիկ չէ։ Չէ, այդպես չի։ Ոչ ոք կարծում եմ։ Շատ լավ, ուրեմն անվանում ենք այս գործողությունը հիասթափություն։ Ոչ թե հիասթափություն, այն չէր, ինչ որ պետք է լիներ, կամ հիասթափություն, Բախում իրականության հետ, կամ իրականության դեմքը, կամ դաժան իրականություն։ Տիկին Ջուլիա, Ես ինչ չգիտեմ։ կասեք։ Չէ, ես կուզենայի այս ամբողջը կոչվեր երկու գործողությամբ։ Մեր անձնական կյանքը, ընտանիքը եւ ստեղծագործական կյանքը։ Երկու Շատ լավ։ Այնուամենայնիվ այս ամեն ինչը մտնում է հենց այդ երկու բաժինների մեջ եւ մեր օրերով կհամարենք, որ այս պիեսը կարող է ավարտվել մեր օրերով։ Եվ մայրամուտ։ Ցավոք սրտի։ Մայրամուտից առաջ։ Մայրամուտից առաջ։ Եկեք այս ուրախ նոտայի վրա։ Չէ, բայց դրանպես իսկապես էլի որ մտածում ես, մեր կյանքը կհամարենք երկու գործողություն։ Այո։ Զուգահեռ, այսինքն ընտանիք եւ
աշխատանք ստեղծագործական, մեր ստեղծագործական կյանքը, երկու կյանք, ընտանեկան կյանք։ Եվ դրանց մեջ արդեն դրանց մեջ փոքրիկ գործողություն է։ Այո։ Հիմա ինչ ենք անում։ Հիմա կտեղափոխվենք մեծ սեղանի շուրջ, կսկսենք ճաշել եւ այս պիեսը կսկսենք բացել, քանդել, որպեսզի մարդիկ դառնան դիտողը եւ գործող անձիկ կպատմեն այն ամեն ինչի մասին։ Խելուք բանա մտածել էր մի։ Ինչը որ Բոլոր դեպքերում ինքը թատերականն է ավարտել եւ Վահե Շարոյանի կուրսն է ավարտել, ինքը չի դադարում դերասանուհի։ Եվ ձեզ շատ սիրում եմ։ Շնորհակալություն, տեղափոխվենք մեծ սեղանի։ Մինչ կսկսեմ իմ ճաշատեսակները պատրաստել, ուզում եմ մի նորությամբ կիսվել, հուլիսին ես պատրաստվում եմ իմ դստրիկին ուղարկել ճամփորդության ամառային ճամբար դեպի Անգլիա։ Ես երկար էի փնտրում, թե որ ընկերությանը վստահեմ երեխային, որպեսզի այդ առանձին ճամփորդությունը, առանց ինձ այդ ճամփորդությունը իրականացնի եւ ընտրեցի Progress Camp ընկերությանը, որովհետեւ ընկերությունը արդեն 13 տարուց ավել պատմություն ունի եւ բոլոր ճամբարականները գոհ եւ երջանիկ են վերադառնում։ Այս տարի հուլիսի 26-ից մինչ օգոստոսի 9-ը առաջին շաբաթը Լոնդոնում, երկրորդ շաբաթը Քեմբրիջում երեխաները կունենան եւ անգլերեն լեզվի դասընթացներ, կմասնակցեն տարբեր շոուների, տարբեր միջոցառումների, իհարկե կլինեն ամենատարբեր թանգարաններում, իդեպի տարբերություն այլ ընկերությունների Progress Camp-ը երեխաներին այցելություն է ապահովելու ամենակարևոր եւ ամենահետաքրքիր թանգարանները եւ հիշարժան վայրերը։ Այնպես որ շտապեք, որովհետեւ գրանցումը իրականացվում է մինչ ապրիլի 5-ը։ Իդեպ Progress Camp-ը վիզայի 100% աջակցություն է ապահովելու, այնպես որ շտապեք եւ փնտրեք Instagram-ի եւ Facebook-ի էջերում Progress Camp-ին եւ գրեք ձեր նամակներն ու ուղղեք ձեր հարցերը։ Երկու շաբաթյա ճամբարի ընթացքում երեխաները կունենան ամենօրյա տուրեր Լոնդոնում եւ Քեմբրիջում, անգլերեն լեզվի միջազգային դասեր, 20-ից ավելի տեսարժան վայրերի այցելություն, մասնակցություն շոուների եւ իհարկե ակտիվ ժամանց։ Եվ շատ կարևոր է նշել, որ կունենան 24/7 հսկողություն։ Progress Camp-ը նաև ապահովում է վիզայի 100% աջակցություն։ Ճամբարը կսկսվի հուլիսի 26-ին եւ կավարտվի օգոստոսի 2-ին։ Այսօրվա ճաշացանկը կարծում եմ, որ բավականին ճշգրիտ է կառուցված, որովհետև առաջինը մատուցելու եմ շատ թեթև աղցան, որից հետո արդեն կգան մյուս ուտեստները եւ դուք կտեսնեք, թե ինչքան ճիշտ եւ գրագետ են համադրվում։ Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս 1000 տեսակ բան սարքելու փոխարեն մատուցեք հերթականությամբ եւ գեղեցիկ կլինի եւ այսպես միանգամից կշոյի ձեր հյուրերին, որ հատիկ եք մատուցում նրանց եւ իհարկե չի լինի ծանր։ Ես արդեն բազուկը ճարպաջեռոցի մեջ գիշերը թխել եմ, թե խորովել եմ, Աստված իմ, որ մեկը օգնեք, ես հասկանամ։ Եվ մաքրելու եմ եւ կտրատեմ։ Ափսեի մեջ դնում եմ մանգոլդի տերևներ։ Ինչ լավ է, որ արդեն Հայաստանում կարելի է հանգիստ գտնել մանգոլդ։ Վրայից դնում եմ բազուկը։ Տեսնում եք, որ շերտատել եմ։ Բալզամիկ քացախ, բոված ընկույզ, ռիկոտա պանիր, ձիթայուղ, աղ եւ պղպեղ։ Վայ, ես ինչ սիրում բան։ Շնորհակալություն։ Սա շատ թեթև աղցան նախուտեստ, որը մեզ կուրախացնի մինչև հիմնական ուտեստը։ Դելը դու սկսի տեսնեմ ոնց է սա։ Լավ։ Դե որ այդպես է ես կսկսեմ։ Սովորենք։ Տեսնենք ոնց է անում։ Կտրտում ենք եւ խառնում։ Վերջ, որ սոուսը խառնվի, ռիկոտա պանիրը խառնվի, դառնա մեկ ամբողջություն։ Այս ճակնդեղ է երևի կարմիր, հա, Կարմիրը այո, բազուկա, որը թխել եմ ջեռոցում, իսկ տերևները Ինչ ասում։ մանգոլդ են ասում, նույն բազուկի տերևներն են ավելի մատղաշ եւ ավելի փոքր։ Բազուկի շերտեր, բազուկի տերևներ, Սոուս, մածուն, Այս կարմիրը ինչ է։ մածունը ընկույզով, դա բալզամիկ քացախի սոուսն է եւ այո, ռիկոտա պանիր է մածունի փոխարեն, ռիկոտա պանիր։ Եվ առաջարկում եմ համադրենք մեր խաղուն գինու հետ, պիտի որ հրաշալի համադրվի,
Եվ իրար ասենք կրկին բարի գալուստ, ուրախ Բարով տեսանք, բարով տեսանք։ Միասին սեղանի շուրջ ենք։ Փորձենք, հետո մեր օպերատորը կթողնի, մենք կճաշենք։ Շատ տաննա։ Հա, սիրեցիք։ Սա տակի կարմիրը բազուկա։ Խոյակապա։ Հա, Շատ անելա։ Այո։ շնորհակալություն։ Եթե որևէ բան ուտում չեմ անում, Յուլիանաս մահամով չէ։ Քանի որ ըստ մեր պիեսի մենք պետքա հասկանանք ինչ հանդիպումը, ինչ է տեղի ունեցել, Տիկին Ջուլիայի հարցազրույցներում մենք մի քանի անգամ լսել ենք նրա մանկության մասին, բայց ձեր հարցազրույցներում կարծես այդ մասը բաց թողնված է։ Հիմա ինձ հետաքրքիր է, ինչ չկար մինչև ձեր հանդիպումը։ Փաստորեն Տիկին Ջուլիան ավելի մեծ խոշորացույցի տակ է, որովհետև ինքը ավելի հայտնի դերասանուհի է։ Շատ ինքը ձեր երիտասարդ կինն է։ եւ տաղանդավոր է, սա պիտի ընդունենք, ցավոք սրտի, եւ ունի նաեւ իր թերությունները որոշ չափով, որ հատուկ են տաղանդավոր մարդկանց։ Օրինակ, Ասա մի քաշվի։ օրինակ։ Մի քիչ ավելի անուշադիր է տեքստի հանդեպ, որ ես մշտապես ջղայնանում եմ իր վրա։ Կարող ասենք պահիտակ բառը փոխի բան, բայց ինձ համար շատ կարևոր հանգամանք է դա, օրինակ որ մենք միասին աշխատեցինք Ծառերը կանգնած են մահանում պիեսը բեմադրվեց Հրազդանի թատրոնում, ես պահանջում եմ որ ասվի այնպես ինչպես կա տեքստը, ոչ թե պահիտակ փոխի։ Դա կարող ես մոռանալ ինչ որ ժամանակ, մարդ ես։ Բեմում մոռանաս այդ պահին ինչ որ մի բառով տակից դուրս գաս, բայց դա անել փորձերի ժամանակ չի կարելի, որովհետև դա ես մեր դերասանները ես ռեժիսոր չեմ, ուղղակի այնպես ստացվեց որ բեմադրություն արել եմ Արցախի թատրոնում, արել եմ ստուդիական երեխեքի հետ, արտապլանային ներկայացում, Լեհաստանում է այդպես ստացվել, դա բախտի բերմամբ թե պատահմամբ, դա ես միշտ շեշտում եմ, Ջուլիկն են ասում Քաջնազար այդպես լեհական պրոֆեսիոնալ թատրոնում, պետական թատրոնում բեմադրություն անես, այն էլ 3 հատ Եվ վերջապես այնպես ստացվեց, որ այդ ծառերը կանգնած են մահանում, այդ ներկայացումը Հրազդանում հնարավորություն կար, Ջուլիայի երազանքները եւ այլն։ Եվ մի քիչ ինձ հակացուցված է մանկավարժություն, ինձ հակացուցված է բեմադրություն անել։ Այսպես ասած ես Ինչու դա բռնապետությանը վերածվում։ Ոչ, ես ուղղակի շատ եմ զայրանում։ Էդ եմ ասում։ Զայրանում եմ, բորբոքվում եմ։ Ինձ հակացուցված է։ Բռնապետություն չէի ասի, ուղղակի որ անպատրաստ գալիս է, ես սիրում եմ, ես տենց չի լինում, որ ես հազվագյուտ կլինի, որ ես փորձ եմ անում որպես դերասան եւ անպատրաստ գամ փորձին։ Անպայման տանում նայում եմ Ռեժիսորի ասածները հիշում եմ, մարդը ինչեր պահանջում։ Նշումներ եմ անում, այդ նշումներով ինչ որ բան կրկնում եմ տեքստս, որ չկմկմ։ Ես քիչ թե շատ աշխատում եմ պատրաստ գնալ փորձի դրա համար։ Իսկ նա։ Ես էլ եմ ուզում, որ այդպեսին լինի իմ գործի մեջ։ Ինչքան գորգորում եմ, բայց ներկայացման ժամանակ Աստված չանի, ինչքան էլ սխալվեն, զարմանում են, ես ձեն չեմ անում։ Որտեղ ներկայացման վաղ հնարավոր է։ Ներկայացման վաղ հնարավոր է ամեն բան, դրա վրա չի կարելի զայրանալ ու ասել խի եղավ, բայց փորձերի ընթացքը շատ խորացանք, ինքը համարյա անթերի է, դա բան ասեցի այդպես։ Բայց հիմա որ հետ գնանք մինչև ձեր հանդիպումը։ Մինչև մեր հանդիպումը երջանիկ անհոգ մանկությանն եմ ունեցել եմ բավականին գեղեցիկ պատանեկություն, երիտասարդ տարիներ, ուսանողական գեղեցիկ շրջան, բայց այդ ամենով հանդերձ դու ուրիշ բան ես սպասում որ ասեմ, հա։ Այդ բոլոր գեղեցկություններով հանդերձ դա սև ու սպիտակ ֆիլմ էր 60-ական, 70-ական թվականներին։ Մելամաղձոտ երաժշտություն։ 80-ական թվականների սկզբին 80-ին իմ սև ու սպիտակ ֆիլմը դարձավ ժամանակակից գունավոր լայն էկրան մի իրողություն, որը պայմանավորված էր Ջուլիայի հայտնվելով իմ կյանքում։ Ոնց ստացվեց։ Հազար անգամ պատմել եք նորից։ Բայց հազար անգամ պատմել եք այդ պատմությունները մեկ հնչում է Տիկին Ջուլիայի պատմությունը մի փոքր այլ է։ Ձեր պատմությունը մի քիչ էլի ինչ որ այլ նոտաներ ունի։ Հիմա ինձ հետաքրքիր է այդ պատմությունը ձեր հանդիպման որ կետում է որ նույնն է։ Պատմության մեջ նույնը այն է, որ դա հեքիաթ էր հեքիաթի մեջ։ Դուք էլ եք այդպես կարծում։ Նախ թատրոնը հեքիաթ էր։ Այո։ Այն բանը, որ ես արդեն դերասանական ֆակուլտետն ավարտեցի, հայտնվեցի
թատրոնում որպես երիտասարդ դերասան, որ ես թատրոնում էի, ինստիտուտում էի, հետո թատրոնում էի, արդեն ես հեքիաթի մեջ էի։ Ավելի շուտ ինստիտուտից առաջ ժող թատրոնում Իջևանյան, երբ որ մենք խաղում էինք, մեր լավ ժող թատրոնն էինք, հանգուցյալ Արտաշես Հովանիսյանն էր այն ժամանակ շատ գեղեցիկ բեմա, հետո ուրեմն Հրանտ եւ Ռուզաննա Հակոբյանները եկան շարունակեցին կարծես այս թատրոնը էլի մակարդակ ուներ եւ մեր Իջևանի ժող թատրոնը բավականին լավ էր։ Այդ հեքիաթը սկսվեց այնտեղ, շարունակվեց ինստիտուտում, գեղարվեստատատերական եւ շարունակվեց թատրոնում, Արցախի թատրոնում, երբ ես հայտնվեցի, իսկ Ջուլիային հանդիպելը, եթե Ջուլիան դերասանուհի չլիներ, ես դերասան չլինեի, երբեք չէինք հանդիպի։ Դա հեքիաթ էր հեքիաթի մեջ։ Երևի, հա, հեքիաթ էր հեքիաթի մեջ։ Թատրոնում, եթե նա դերասանուհի չլիներ, ես կյանքում Ջուլիան առանձնապես տպավորություն չի թողել իմ վրա։ Ես բեմում եմ նրան տեսել։ Այո։ Եվ բեմում տեսա, ասի, «Իս ինչ հրաշալի դերասանուհի է, իս ինչ լավն է», ասին, «Ցերեկը դու ծանոթացար իր հետ, երեք ես ծանոթացար»։ Չեմ տպավորվել որպես կյանքում, բայց բեմի վրա։ Եվ ես իրեն սիրահարվել եմ որպես դերասանուհի բեմ։ Մտքովս էլ չանցել, որ մենք կարող ենք շատ լուրջ սիրահարվել, բանն ավարտվի ամուսնությամբ, հա, բանն ավարտվի ընտանիքով, ամուսնությամբ։ Մի վարքյան, մի խախտեք դրամատուրգյան, ես որպես կին կարծում եմ, որ Տիկին Ջուլիան այդտեղ մի քիչ նեղացածություն պիտի ունենա, որտեղ չէ նշանակում կյանքում հանդիպեցի, չտպավորվեց մեկ էլ բեմում որպես դերասանուհի։ Միշտ էլ ինքը նախադասությունը ասում է։ Այո, մենք հիմա կպարզենք։ Ու ես նեղանում եմ իհարկե, երկուս նեղանում եմ, որտեղ հա, ես հավատում եմ, որ կյանքում ինքը ինձ չէր սիրահարվել։ Ինչու։ Ինձ նման մարդը կարող էր սիրահարվել։ Ինքը եթերային, բան ասած երազկոտ, գեղեցիկ, երիտասարդ, տաղանդավոր, այդ տարիներին այնպիսի դերեր եղավ, հա, չէ, շատ լավն էր ինքը։ Սև կանգուր մազերով, պրեչաստի, սենց նիհար, ես սիրուն տղամարդ չեմ սիրել, ընդհանրապես իմ սերը եղել է Չելենտանոյի դեպի, իմ պատկերացումը, Չելենտանոյի նման տղամարդ, որը ինձ նման է, այսինքն Բելմոնդոյի Չելենտանոյի, եւ Կեշա եւ սիրուն եւ համով։ Այդպիսի մարդ եմ պատկերացվել, բայց սիրուն տղա չեմ պատկերացվել։ Պարզապես ինձ մոտ էլ ստացվեց դա։ Խաղալով իրար հետ զանգ։ Ես այդքան էլ սիրուն տղա չէի, ինքը չափազանցացնում եմ։ Չէ, սիրուն էր, չէ։ Այդ չեմ կարող ասել, չնայած լուսանկարները Տիկին Ջուլիայի Մեր կուրսի սիրուն տղաները Հենրիկ Սեղբերաններ, Գեգամ Մելիքսեցյաններ, Վարդաններ Դանիելյան։ Ես թատրոնում կուրսում սիրուն տղա չեմ եղել։ Ջուլիան այդպես։ Տիկին Ջուլիա, վախենալու չէր կյանքը կապել մի մարդու հետ, ով այդքան դրական հատկանիշներ ուներ, մանավանդ որ դուք ունեիք անհաջող հանդիպում մինչ պարոն Սամվելին հանդիպելը։ Հա ո՞նց գնացիք այդ ռիսկին։ Չէ, ասա անհաջող հանդիպում ա եղել, ու պարզապես պատմությունն ա տարել ուրիշտեղ։ Անհաջողության։ Լավ։ Հա, բայց ինչի՞ պիտի վախենայի։ Ես այնքան ոնց են ասում, ամբերնաց բոսիկ եմ, մենց պահի։ Ես մի քիչ տարբեր բնավորության գծեր ունեմ, խառն եմ։ Վստահ եմ։ Ես շատ խառն եմ։ Վստահ եմ։ Շատ խառն եմ եւ սիրում եմ գեղեցիկը եւ սիրում եմ տգեղը եւ սիրում, բայց պետք է լինի տաղանդավոր, պետք է լինի խելացի, այսինքն կարդացած Ես կարդացած մարդ չեմ սիրել երբեք, կներեք, որ անկեղծ եմ։ Սամրը շատ կարդացած է։ Իսկ ինչու չեք սիրել։ Ես շատ սիրում եմ ունենալ։ Կյանքային ինտուիցիայով, Ես շատ սիրում եմ ունենալ գրադարան, ունենալ գրքեր, բայց չեմ սիրում կարդալ, լավ չեմ ասում երևի, լավ բան չեմ ասում։ Դե հոգնել եք էլի, այնքան եք կարդացել։ Ես սիրում եմ բնական ամեն ինչը լինի։ Բնությունը ինձ շատ է տարել։ Ես որ ասում եմ Աստված պապիկ, ճիշտ եմ ասում, իմ պապաս Աստված է, իմ Աստված պապիկը ինձ տվել է այն շնորհը, որ ես ամեն ինչ զգամ ճիշտ բնական զգամ, ոչ մի կեղծ բան չլինի, ոչ մի պատրաստական բան չլինի։ Օրինակ ես ինչի չեմ սիրում գնալ հաղորդումների, որտեղ բոլոր հաղորդումները որ նայում եմ մարդիկ կազմակերպված, գրական, գեղեցիկ խոսում են, ես դա չեմ կարող։ Ես սիրում եմ խոսել այնպես ինչպեսին կամ։ Ես սիրում եմ մարդկանց հետ շփվել, այնպեսին ինչպեսին կամ։ Ես չեմ կարող այսպես խոսեմ, այսպես բաներ անեմ, բայց հետո ես դառնում ուրիշ մարդ։ Չեմ սիրում դա։ Դե դա ազնիվ ճանապարհ, դա ազնիվն է։ Ես չգիտեմ ազնիվա թե ինչա դա իմն է։
Իսկ Սամվելից դուր ա եկել նրանով, որ ինքը ինձ երևի շուտ ճիշտ բռնեց, հասկացավ ինձ ու դա ինձ դուր եկավ։ Հետաքրքիր է, այ բեմում տեսել եք սիրահարվել եք, բայց վերջը պիտի իջներ, չէ՞ բեմից, իջավ բեմից։ Բեմում տեսել, այդ չի թողնում միջև վերջ ասեմ, դրա համար միշտ ինքը դա վիրավորական չի։ Ես իրան սիրահարվել եմ որպես դերասանուհի բեմում։ Բայց հետո որ ապրել են կյանք, ես մոռանում եմ, որ նա դերասանուհի է, որովհետև տանն այնքան հոգատար կին է, հոգատար մայր է, չտեսնված տնային տնտեսուհի է։ Ինքը հրաշալի խոհարարուհի է, վիրավորական չեմ ասում, տանը մենք լրիվ մոռանում ենք, որ նա դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանն է։ Եվ նույնիսկ ժամանակ է գտնում իր դերերն է նայում քնելուց առաջ, իր հաջորդ օրվա ներկայացումն է ճշտում, իր այդ ռուսերենը Մանյունյան, որը նախ նկարահանման այդ process-ը ինքը ռուսական կրթություն չունի, եւ այս տարիքում դուք պատկերացնում եք, իսկ հիմա արդեն մոսկովյան դերասանների մի խմբի հետ Արմանը Նավասարդյան, Ջուլիան եւ Ներմանոն, հա, իրանք միասին երեքը Հայաստանից են, մնացածը մոսկովյան դերասաններ են եւ բավականին լավ դերասաններ են, այդ երեխեքն են Մոսկվայից, Մանյունյան եւ իր ընկերուհին, եւ Ջուլիան խաղում է արդեն ներկայացում ռուսերենով Եվ դա ահավոր նագրուսկա է, եւ հասցնում է նաեւ դա յուրացնի։ Բայց ներկայացումը, որը պիտի խոսես, Եվ ես հպարտ եմ, որ ես եմ երբեմն ստիպում Ջուլիային իր այդ շռայլ տաղանդը ունենալով հանդերձ ավելի լուրջ վերաբերվել տեքստին, ճիշտ է, ավելի լուրջ վերաբերվել, անպայման կրկնել եւ հարգել հեղինակի տեքստը, որովհետեւ այլ բան է սպիտակը, այլ բան է ճերմակը, թումեթը նույն բանն է։ Աշխատիր հավատարիմ մնալ, իմպրովիզը ուրիշ բան է, բայց հետաքրքիր մի բան ասեմ, պարոն Բաղինյանը ինչ որ խոսում է, թվում է թե անտի մասնագիտական բաներ են, հա, սրանք, հիմա մեկը լսի կասի, այսինքն դերասանուհի է, բայց տեքստը Չէ, ես ասի դրանք փոքր թերություններ են։ Հիմա ինչ եմ ուզում հարցնել, ո՞նց է լինում, որ այդ հակա մասնագիտական մոտեցումներով հանդերձ Այսպես ստացվում է էլի ամեն ինչ։ Ես մի բան ասեմ, Հերմինե ջան, Տիգրանը Գուլումյան երեք չառաջ օրը Ագնեսի ծնունդներ մենք հավաքվել էինք միտեղ, Ագնեսը հրավիրել էր, դերասանուհին Ագնեսը։ Եվ Տիգրանը շատ հետաքրքիր բան ասեց։ Ասեց այն մատ նայում եմ ամեն անգամ ես Ջուլիային բեմում, անում է հակառակ ամեն ինչին, ինչ որ ինստիտուտում սովորել են, ինչ որ կերպարը բացահայտելու, ինչ որ կերպարը մտնելու, բեմ մտնելու, ինչ որ ընդունված չափանիշներ կան։ Լրիվ հակառակն անում, բայց ժողովրդի ուշքը գնում է, ու ես էլ նայում հիանում եմ ամեն անգամ, բայց լրիվ անտի դերասանական բանով անում։ Դա արդեն ուրիշ բան է։ Ես չեմ հասկանում ինչու՞ն է։ Ազնիվ խոսք չգիտեմ։ Ես մտածված դա չեմ անում։ Պարզ է։ Չեմ կարող անում։ Ես ասում ես շատ խառը մարդ եմ։ Ես չեմ սիրում կներես էլի Սամվել քեզ հակառակ եմ ասում դու գիտես դա։ Ես չեմ սիրում տանը նստել դերի վրա աշխատել։ Ես դա չեմ հասկանում ինչ բան է։ Ես տիպված ռուսերենը դա անում եմ, բայց իմ հայկական դերերը ես տանը նստեմ փորձեր անեմ, պարապեմ, աշխատեմ։ Ես ավելի շուտ կյանքից եմ ուզում գտնեմ։ Դրսում եմ ուզում գտնեմ կերպարին։ Ես դրսում գտնում եմ Եվ շարժուձևը, եւ ծիծաղը, եւ ամեն ինչը քայլված կապան։ Ես գտնում եմ ու այդ ժամանակ գտնում եմ իմ կերպարը։ Ուսումնասիրում եմ մարդու։ Երեխեքը միշտ իրան նկատողություն են։ Մամա, այդ կնոջը ես դեռ ուշադիր նայում։ Ինչ ես նայում այդ մարդուն հուշ եղավ։ Ասում են, ինչ ես ուշադիր նայում այդ կնոջը կամ ինչ ես հետև նայում, բան չեն հասկանում։ Պատահելա կերպարի հետևից մոռացել է խանութա գնացել։ Հետաքրքիր Արարածը հանդիպել, որը իրան հիշեցնում է այդ դերը, որը պետք է խաղա։ Ու հետևից ընկած գնացել է, որ ուսումնասիրի ավելի։ Ես իմ աշխատանքի ձևը դա է։ Ես չեմ կարողանում նստեմ տանը, փնտրեմ կերպարի բնավորությունը։ Դա սուտ է, ինձ համար սուտ է դա։ Ես չեմ կարող ինքնագործ ձևով մտածեմ, թե այս կերպարը հորինեմ, թե այս կերպարը ոնց կարող է լինի։ Ես պետք է իրան գտնեմ։ Քանի որ դուք երկուսդ էլ կանոնների մեջ չմտնող մարդ եք, Չէ, ես կանոնավոր եմ, ինքը չի կանոնի մեջ։ Ոչ, դուք ամբողջ դրամատուրգիան քանդում եք հիմա, բայց ես համաձայն եմ, որտեվ ես էլ եմ սիրում անկանոն բաներ, ես որ մի բան շատ ճիշտ է լինում, մի բան պիտի թեքեմ, որ շատ ուղիղ չլինի, շատ ճիշտ չլինի։ Շատ խելացի բան է ասում, դերասանի շնորհքը մենակ չէ, չի աշխատասիրություն է պետք, որը ես չունեմ։ Ես սիրում եմ արդեն բեմում
վերջում։ Ես եթե գտել եմ կերպարը, այդ դեմս խաղ չկա, ոչ ոքի չկար ասի, ինչ անեմ։ Որ ասում լավ, բայց անում եմ հիմա, որտեղ գիտեմ որ դա է ճիշտը։ Կներեր բոլոր ռեժիսորները, բայց եթե ես կերպարը գտել եմ, էլ չեն կարա ինձ ուրիշ հետ վերցնեն, իհարկե։ Եկեք մի հատ այս բաժնի վերջին հարցը տամ, որովհետև ես հասկանում եմ, որ մենք անընդհատ իհարկե սա շատ հաճելի է եւ խոսել ստեղծագործություններից եւ կյանքից խառնել, միքսել իրար եւ այս ձեր բնավորության նմանել, ստանալ այս զրույցը։ Ինչպես վերաբերեցին ձեր ընտանիքները երկուսի, երբ որ իմացան դուք պետք է ամուսնանաք։ Մերոնք շատ քննադատաբար մոտեցան հարցերին։ Բնական է, Ջուլիան երկրորդ դեպքն էր, հետո իմ մոտ էլ երկրորդը եղավ այդպես ստացվեց, հանուն նրա, որ ստատուսները հավասարվեն ներողություն։ Հիմա ինչի մասն է խոսքը, բնական է, բայց հետաքրքիրն այն է, որ այնպիսի մի հմայք ունի Ջուլիան մարդկային, ոչ թե մտածված ձևով, նա կա այնպիսին, ինչպիսին կա։ Եվ մերոնք լինելով պարզ հասարակ մարդիկ զգացին, հասկացան, որ այս աղջիկը ոչինչ չի խաղում, չի աշխատում իրենց դուր գա, չի աշխատում իրան ուրիշ կերպ ցույց տա։ Եվ բառացիորեն մի տարի էլ չանցած մերոնք այնպես տարվեցին իրանով, եւ հայրս, եւ մայրս, որ երբ որ ես մենակ էի տուն գնում, ասենք Ստեփանակերտում աշխատում էինք, շարժումից առաջ դեռ այդ տարիներին ճանապարհները որ բաց էր, խիստ զայրանում էին, որ Ջուլիային հետս չեմ տարել կամ երեխեքի հետ չեմ եղել։ Կար է թեթևության զգացումը, որ մերոնք լավ էին զգում իր հետ, շփվում էին եւ քույրերս արտակարգ միջև հիմա եւ եղբայրս բանը հասան նույնիսկ նրան, որ կենցաղային հարցերում երբ որ մերոնց մոտ էին լինում, ես մի քիչ գոռում էի ջուրում, քույրերս ինչ նկատողություն են մի գորա Ջուլիայի վրա։ Բան մի հատ, ոնց որ ոչ թե իմ քույրերն են, այլ նրա կողմից են։ Այդ բանը ինքը ունի եւ կարողացավ այդ բանով մերոնք հետագայում շատ Բայց ունեիք այդ մտահոգությունը, այդ տառապանքը, որ այնուամենայնիվ դեռ ընդունված չեմ ընտանիքի կողմից, չէ՞, իսկապես տենց միևնույն, ոչ թե միևնույն, այլ վստահ եք, որ լավ էր լինելու։ Ոչ վստահ էի, ոչ էլ մտածում էի, թե ոնց պետք է լինի, չգիտեմ ես։ Դա չէիք տանջվում, որ գիտեիք ամուսնու ապագա ամուսնու ծնողների կողմից այնքան որոշ չափով տանջվել է, տվայտվել է։ Դեպքեր մտածում ես, մարդ ես, մտածում ես, բայց այնպես չի որ սևեռվել եմ դրա վրա ու ես մտածել եմ, վայ, ոնց անեմ, ինչ անեմ, չէ։ Ես ամբողջովին տրված էի աշխատանքով եւ իմ սամբելով։ Ես մի դե ոնց կընդունեն, դա ինձ արդեն այդքան բան չէր։ Հատկապես շատ կարճ տևեց այդ միտքը, որ ընդունեն, չընդունեն։ Կարճ տևեց եւ շատ հոյակապ հարաբերություն ստացվեց։ Այնպես որ ես շատ չեմ խորացել, ասեմ, բա, ես ոնց կրնի, չէ, այդպես բան չի եղել։ Ինչու է կարևոր, որ մենք մեր կյանքը կապենք այն մարդու հետ, ում սիրում ենք։ Ինչու է պետք։ Որովհետեւ կյանքիդ մեծ մասը ապրում ես այդ մարդու հետ, ում հետ ապրում ես։ Շատ վատ է։ Իրենց երբեմն լինում է մարդիկ հանդիպում են, հետո սերն է ծնվում։ Մեր այն հին հայկական ադաթով Կամ երբեմն հակառակը։ Հակառակն է լինում, չի ստացվում։ Կամ ինքը ընթացքում է, հետո սկզբում իբր շատ սիրում են, ոչ թե իբր այլպես լինում է, հետո կարծես ինչ որ բան է կատարվում։ Զարմանալի է դա երբեք չես կարող ասել։ Այսպես պիտի լինի, այնպես պիտի լինի։ Այն հետաքրքիր բան է, եթե ես նորից ծնվեի ու նորից մեծանայի, ես էլի Սամվելին կընտրեի։ Ինչու՞։ Որովհետև ինքը իմ շատ մտերիմ ընկերն է։ Բացի ամուսին լինելուց։ Մենք շատ մտերիմ ընկերներ ենք։ Ես բազմիցս ասել եմ նորից կկրկնվեմ, որտեղ այդ բանը շատ եմ սիրում ասել։ Այն ինչ որ ես չեմ կարող խոսել իմ շրջապատում ընկերուհիների, իմ ամենամտերիմների հետ, ես խոսում եմ Սամվելի հետ։ Իսկ դա ինձ թևեր է տալիս։ Իսկ դա արդեն ոչ թե իմ ամուսինն է, ես նրան ոչ, նա իմ լավ ընկերն է, բացի ամուսին։ Չէ, այդ օրինակ անցել է նաև մեր դուստրերին իրենց ամուսինների հետ այդ հարաբերություններում, նրանք էլ այդպես անկեղծ են։ Լավագույն ընկերը քո կեսը պետք է լինի։ Ես հիմա մի նուրբ հարց եմ ուզում տալ, որի մասին մարդիկ ամաչում են շատ ժամանակ խոսել։ Այ բավականին երկար կյանք, երբ որ ապրում ես մարդու հետ, այն էլ արվեստի բնագավառում, հա, բոլորս էլ գիտենք, որ այստեղ էմոցիաներ կան, որ բոլորովին այլ կերպ են աշխատում, այլ կերպ են խաղում։ Չի լինում, որ մեկ էլ այդ երկար տարիների ընթացքում մեկ էլ մի հատ նոր էմոցիա ստեղծվի ուրիշ միտեղ, չեմ ասում, որ պարտադիր պիտի գնալ այդ էմոցիայի հետևից, պարտադիր պիտի թողնես, որ մտնի քո կյանք, բայց լինում է, չէ՞ այդպես։ Իհարկե լինում է։ Ոնց անես, որ չլինի։ Ես մի բան ասեմ, հիշեցի հանգուցյալ Կարեն Ջանիբեկյանին։ Հրաշալի անձնավորություն, բախտ եմ ունեցել նրա հետ բավականին շփվել, ներկայացում ենք խաղացել, կյանքում ահագին շփվել ենք։ Մի հետաքրքիր բան էր ասում էր
Երբեք երկու կնոջ չեմ խաբել։ Ես շատ բարոյական մարդ եմ։ Ես ծիծաղեցի, ասեց Մի ծիծաղի, արա, իջևանցի, ուշադիր լսի ինչ եմ ասում։ Շատ բարոյական մարդ եմ, համեմատած շատ շատերին։ Երբեք երկու կնոջ չեմ խաբել։ Երբեք կնոջս զուգահեռ սիրուհի չեմ ունեցել։ Երբեք որևէ կնոջ, որին հավանել եմ, ինքն էլ ինձ է հավանել, անկողին չեմ արել ու չեմ խաբել, չեմ հեռացել։ Ուզել է ամուսնանա, ամուսնացել եմ, ապրել եմ հետը։ Հետո սերս պրծել է, մի ուրիշն է հանդիպել, ասել եմ ցավդ տանեմ, չեմ կարող քեզ խաբեմ, համ նրա հետ լինեմ, համ քեզ հետ լինեմ։ Սիրում էի, ամեն ինչ լավ էր, սերս պրծել է, ես գնամ իմ գործին, դու գնա քո գործին։ Այսինքն, որ խորը մտածում ես իրոք, մարդն ասում է երբեք երկու կնոջ չեմ խաբել։ Չի խաբել, չի Բարոյական մարդ եմ, սիրել եմ, չեմ խաբել, ամուսնացել եմ, չեմ խաբել։ Սերս պրծել է, ուրիշն է հայտնվել հորիզոնում, ասել եմ կներես ցավը։ Այնպես որ Հերմինե ջան, այդպիսի էմոցիաներ կյանքում լինում են, իհարկե լինում են, չի բացառվում։ Սա ինչու ասեցի, մեր սերը չի պրծել, բարեբախտաբար, միշտ հետաքրքիր, գուցե իրանից է գալի, չգիտեմ։ Ինքը շատ բազմաշերտ է, շատ հետաքրքիր անձնավորություն է։ Ես պատահական չասի, որ կյանքը նրա հետ գունավոր ֆիլմ է, որովհետև ինքը անընդհատ նոր բաներ է, ինչ որ մանկական աղջնակ է իր մեջ ապրում, հա, մի ինչ որ երեխայական բաներ կա անպաշտպան իր մեջ դրա հետ միասին, նաև կա մի հետաքրքիր այն առաջ անգամ որ բեմում տեսել եմ այն թռվռուն աղջնակը, դա միշտ իր մեջ է, եւ ինքը միշտ հետաքրքիր է։ Զայրացնում է ինձ, շատ ապատայր գորգորած ենք։ Մենք որ կռվում ենք, Աստված հեռու տանի։ Մենք այնպես ենք կռվում, որ մեր հարևանները հրաշալի բան Դրա մասին հեսա խոսելու ենք։ Վերջերս եղել առիթ, որ ասելա դեր են փորձում, իրանք դեր են փորձում, իրանք չեն կռվում։ Հերմինե ջան, եղել է իհարկե այդպիսի էմոցիոնալ պահեր եղել են, որտեղ իմ ամուսինը շատ հետաքրքիր է, կարող են լրիվ սիրահարվել, ինչի՞ չէ որ կարող են սիրահարվել, բայց մենք իրար հետ խոսում ենք։ Հենց այդ թեմայով եւ վիճում ենք եւ խոսում ենք եւ խանդում ենք եւ կռվում ենք եւ գալիս ենք ընդհանուր եզրակացության։ Դուք լրիվ հոլիվուդյան կինո եք, անցնենք հաջորդ ուտեստին։ Այս վերջերս ես հյուր եղա մի ամառանոցում, որը բոլորովին վերջերս էին ձեռք բերել։ Ամռանը գնել էին ամառանոցը եւ չէին պատկերացրել, որ ձմռանը սկսվելու են խնդիրները տանիքի հետ։ Ինչ էր տեղի ունեցել։ Տանիքը ուներ խնդիր եւ ձյունը գալուն պես միանգամից խնդիրները ի հայտ էին եկել, սկսվել էր ջուրը թափվել տանիքից, պատերը վնասել եւ հասկանալի որ հետո էլ հիմքը պիտի սկսեր քայքայել։ Եվ իմ սիրելի գործընկեր Կտուր AM-ը առաջարկում է ձեզ ուշադիր լինել եւ խնդիրների դեպքում զանգահարել 812 կարճ հեռախոսահամարով, որովհետեւ Կտուր AM-ը ոչ միայն ամբողջովին է փոխում տանիքները, այլ նաեւ վերանորոգման աշխատանքներ է կատարում։ Մասնագետները կմոտենան, խնդրի պատճառները կհասկանան եւ իհարկե կվերացնեն շատ կարճ ժամանակահատվածում։ Միայն մնում է զանգահարել 812 կարճ հեռախոսահամարին Կտուր AM։ Պաստա, վերջապես եկավ այն պահը, երբ որ ես այսօր պետք է պատրաստեմ իտալական պաստա։ Ես անչափ սիրում եմ պաստա տարբեր բաղադրատոմսերով եւ միշտ առիթ օգտագործում եմ, որ պատրաստեմ եւ մատուցեմ իմ հյուրերին եւ իմ ընտանիքի անդամներին։ Իհարկե պաստա պատրաստելիս պետք է ամբողջ ճաշացանկը գրագետ կազմել, որովհետեւ օրինակ եթե նկատեցիք, ես առաջինը պատրաստեցի թեթև աղցան, իսկ երրորդը կտեսնեք թե ինչ է լինելու դեսերտ, բայց ոչ խմորային, որովհետև պաստան ամբողջովին խմոր է։ Բավական է մեկ ճաշի ընթացքում այդքան խմոր է։ Թավան տաքացրել եմ, հիմա կավելացնեմ ձիթայուղ։ Տապակում ենք սոխը, սխտորը, նեխուրը եւ գազարը։ Տեսեք, ես չեմ սիրում, երբ բանջարեղենը շատ խյուսի է վերածվում եւ դրա համար al dente եմ թողնում, որ զգանք համը յուրաքանչյուր բանջարեղենի։ Մի փոքր տապակելուց հետո ավելացնում եմ տավարի աղացած շատ որակյալ միս։ Հիմա արդեն ժամանակն է, որ խաշենք պաստան, ջրի մեջ մի փոքր աղ ենք ավելացնում։ Դարարամ։ Ես ընտրել եմ պաստազարան, այս անգամ զսպանակներն եմ օգտագործելու։ Հիմա ավելացնում ենք աղ, սև պղպեղ,
կարմիր գինի եւ թողնում ենք եփվի։ Սկսեմ սոուսը պատրաստել, նախ հալեցնում ենք կարագը։ Ավելացնում եմ ալյուր եւ հարում ենք։ Ավելացնում եմ կաթ։ Հենց սկսում է եռալ, ավելացնում ենք սխտոր, աղ, սև պղպեղ, մշկնկույս, ավելացնում եմ նաև քերած պարմեզան պանիր, պաստայի մի մասը լցնում ենք ջեռոցի համար նախատեսված տարայի մեջ, վրան ավելացնում ենք բանջարեղենով տապակած միսը եւ ավելացնում ենք սոուսը։ Ստված եմ, ես մոռացա երկրորդ շերտ պաստան։ Ես դժբախտ եմ ինձ զգում։ Վրայից կրկին քերած պարմեզան, այսպես շատ պանիրային, ձգվող պաստա է ստացվելու։ Եվ դնում ենք ջեռոցը այնքան, որ համերը խառնվեն եւ վրան էլ կարմրի ջեռոցը տաքացրել եմ 180 աստիճանով։ Սա ինչ է, Երմինե ջան, ես ինչ սիրուն բան։ Դու չես նայելի մուգրետայի ներկայացումը, չէ՞։ Ես էլ գիտեմ, մենակ ես եմ լավ խազայկա սամ։ Խազայկա չէ խոհարար։ Ես գիտեմ, ես մենակ ես եմ։ Դուք ինչ անում եք։ Լավ եք անում ուղղակի։ Բայց դու ինչքան լավ ես։ Միկրոֆոնը միացված է, հա, իմ։ Արի Զարկո։ Յուլիա ջան, իսկապես որ եւ գեղեցկուհի, եւ լավ հաղորդավարուհի, եւ դերասանուհի Շահվերջյանի կուրսն ավարտել։ Մի քանի բաներ նայել ենք։ Այո։ Լավ ամաչացնում եք, Եվ արդեն նայ ես գինի։ խոհարարուհի, եւ նայ լավ խոհարարուհի։ Ճիշտ ասես, եթե չի ասում, ուրեմն չի ասում։ Շնորհակալություն շատ։ Ես առաջարկում մի հատ գինի մեզ հյուրասիրի պարոն Բաղինյանը, մենք խմելու ենք կարմիր անապակ Արենի սորտի խաղողից պատրաստված հրաշալի։ Տակար շամպայնն էլ էր տակար, չէ՞։ Այո, մենք տակարի շարք ենք այսօր տակարային ժամանակությամբ։ Սա իսկականից Հա։ Հա, Ջուլիա։ Ներ։ Ես քիչ առաջ գովում էի քո խոհարարական տաղանդը, երևի Հերմինեն, հա, Հերմինեն զարմացրեց մեզ։ Եկեք մենք իրոք լավն է։ Բացիստեղից ձերքի տաղանդը։ Շնորհակալություն։ Ապրես, քեզ անկապան եթերներ, Անչափ շնորհակալ եմ։ բազմականակ հետևորդներ, հաջողություն քո գործում բալես։ Շնորհակալ եմ։ Իսկապես արհեստավարժ ես քո գործում Շատ շնորհակալ եմ։ եւ շատ ինքնատիպ հաղորդում ես հաղորդում։ Շատ։ Ինքնատիպ ես նման հյուրերով։ Նայել ենք մի քանի հաղորդումներ եւ շատ հետաքրքիր է։ Շնորհակալ եմ։ Հրաշքա։ Սա պետք է բոլորը կան այստեղ։ Քանի տարի իրար հետ եք։ 40 46 46 80 թվականից Որն է այն երման կետը, որ այդ հարցի շուրջ միշտ խնդիր ունեք։ Երման կետը հարցի շուրջ, որ միշտ խնդիր ենք ունենում։ Դու խելացի ես։ Բարեբախտաբար ֆինանսը չի։ Չէ։ Երբեմն ինչ որտեղ պակասությունը չի, չնայած ես աշխատել եմ ամեն կերպ, երբեմն ասված թողինձների թատրոնը թողել ուրիշ գործ եմ արել, բայց ես աշխատել եմ իմ ընտանիքի գոնե մինիմալ բարեկեցություն ապահովեմ, դա ինձ համար կարևորագույնն է եղել։ Ես դերասան եմ, ես չեմ կարող այս անեմ, եղել է թողել եմ թատրոնը, ուրիշ բաներ եմ արել, բայց Ջուլիային միշտ աշխատել եմ չկտրել թատրոնից, գիտակցելով, որ ինքը ավելի պետք է ինքը առանց թատրոն ընդհանրապես չի կարող, ձուկը առանց ջրի ոնց որ։ Դա գիտակցել եմ ես։ Երևի թե իմ մի քիչ այսպես ասած Ջուլիայի խոսքերով ասած բարությունը, ես այդքան էլ բարի մարդ չեմ։ Ամաչում եմ, որ ինձ ասում են, այնքան բարի ասում։ Սարսափելի բարի Ես այդքան բարի չեմ։ Երբեմն որ դա շահագործվում է, դա Ջուլիային զայրացնում է։ Ասում են հայտնի կենթանուն ես հիշեցնում, չի կարելի այդքան բարի լինել։ Դա է իրան երբեմն զայրացնում։
Դուք իսկապես մտածում եք, որ Սարսափելի բան է իր մոտ այդ բարիության աստիճանը։ Ես չափից ավելի անհիշաչար եմ Ուրիշ տեղերում կարող է դու բան։ Եվ անուղղելի լավատես եմ։ Խաբվելու դեպքում երկրորդ անգամ եմ խաբվում, ասում եմ, այս մարդը, որ ինձ հետ վատ վարվեց, դա չի նշանակում, որ այն մարդն էլ այդպեսին կարող է լինել։ Չի կարելի մեկից վիրավորվել, մյուսից մուռ հանել։ Սենց բաներ կա, դա բնավորություն է, ցավոք սրտի։ Ես էլ եմ զայրանում երբեմն, բայց դա բնավորություն է։ Հետո գովելը, որ դիմացինից շատ եմ բարձրացնում։ Հիանում եմ։ բայց այդ շատ սիրուն գիծ։ Դա միանակ Ջուլիան չի է, որոշ մարդիկ ասում են, ես դա չեմ ընդունում։ Մարդու արածը, որ ես տեսնում եմ, լավն է, անկեղծ հիանում եմ, գովաբանում եմ, բարձրացնում եմ։ Դա մտածում եմ, որ ինքը իրանի Դա իր գործն է, թող չգնահատի։ Անձնավորությունը, որ մտածում է, ես ավելի բարձր եմ, քան ինքը, այսեն ցածրանային։ Իսկ ես ասում եմ, չի կարելի։ Դա է լինում, երբեմն լինում է մեր վեճը արվեստի շուրջ։ Մի անգամ կարելի է գովան։ Նա ասել եմ 1000 անգամ նորից կասեմ։ Կարող է մի ներկայացում լինի, ես հավանեմ, Ջուլիան չհավանի, դա կատաստրոֆա է։ Կարող է այդ ռեժիսորի աշխատանքը հավանեմ, Ջուլիան չհավանի։ Եվ այդ մարդը իրան ստանա հանգիստ քնած, այդ դերասանը կամ դերասանուհին իրեն ստանա հանգիստ քնած, մենք նրա պատճառով կարող ենք գոռալ իրար վրա, բղավել նույնիսկ ու մեր բանը առաջ տանել էլի։ Դա Երմինե ջան, իրան որ ուղարկեմ ես շուկա, ասեմ գնա ընդհանրենք լավ պոմիդոր բերի, բանում բեր, բայց ամենալավը բեր բան, հա։ Մեկ էլ կգա ջլորած ընդհանրենք պոմիդորներով, անտձև բան, ասում Սամվել ջան, ես քեզ ասել եմ նորմալ ընդհանրենք հոլորիկ բեր։ Էս ինչ ես բերել։ Ասում եմ, «Նենց մեղքս եկավ այդ մարդը»։ Դրել էր դեմը, մոտեցող չկար։ Մենակ խեղճ էր նստած էր, դրանից եմ արել։ Ասի փողը տայր չառներ, գնայր լավ բերեր։ Այսպես բաներ ունի։ Պոմիդոր է, ճաշի մեջ հայտնվում է արդեն նույն բանն է, ինչ տարբերից։ Իսկ ձեր բնավորության մեջ չկա մի բան, որը պարոն Վաղինյանին այնքան է զայրացնում, որ արդեն 48 տարի չի Կա մի բան, դա հետևյալն է։ Շորդ ինչի չկախեցիր, կոշիկներդ ինչին դեր չդրեցիր, դամաշնիկներն ինչի սենց չարեցիր, այ դա է։ Պրոստինը թխիա տեղիդ մեջ կարդում եմ անդալ ես որ բան ամեն օր առավոտյան տեղ այս սենց է ես շատ եմ շարժում տեղը ծկված շպրտած այս չէ մի չափազանցած բավական է մի շորը ասենք ընենց ոնց որ կաթորի վրա գցած չլինի դա պրոբլեմ է դա ինձ զայրացնում է տենց բան մի ասա այս ոնց եք դիմանում դա ոնց եք այս ամեն ինչը դե մեծ բան չի հասկանալի է մի օր ջղայնանում եմ մի ռեկորդ զեն չեմ անում ես եմ անում էլի մի օր ջղայնանում եմ որ գիտեք դուք եք անում սկզբից արեք էլի բայց ամեն օրը չի անեմ թող անի էլի Ձեր Լեհաստան գնալու պատմությունը իհարկե շատ է պատմվել, բայց ինձ հետաքրքիր է, հա, ձեր նախաձեռնությունը, ձեր ցանկությունն է եղել տեղափոխվելը։ Ինչու եք ուզում տեղափոխվել 90-ականներ Հայաստան, ոչ լույս, ոչ գազ, ոչ ջերություն, Ստեփանակերտ, այո։ Աշխատում ենք արդեն պատերազմի օրերն էր, չէ՞։ Պատերազմից հետո տեղափոխվեցինք մենք Կիրովական։ Կիրովականում էինք աշխատում, ցուրտ ու խավար շրջաններ, թատրոնը չէր գործում, էլեկտրականություն չկար, եւ Կիրովականից մի քանի դերասաններ գնացին Լեհաստան, ինչ որ տանում էին, ապրանք էին տանում, բերում էին եւ մուտք գնային Գերմանիա անցնելու։ Ջուլիայի ուշքն էլ Գերմանիա այդ վաղ գնում էին շատ։ Իսկ ես չեմ սիրում գերմանացիներին ներողություն արտահայտության։ Ուշքս ոչ թե գնում էր, այլ որ գնում էին դերասանի, ասում ենք էլ գնանք։ Գնացինք մենք տղաներով ինչ որ Լեհաստան եւ Լեհաստանը ինձ դուր եկավ։ Ժողովուրդը ինձ դուր եկավ։ Մի քանի հոգի անցան Գերմանիա, ես չգնացի Գերմանիա, մնացի Լեհաստանում։ Լեհաստանում դժվար էր, այնտեղ գնում էին ազել էին հանձնվում, ինչ որ սոցիալական ապահովություն կար։ Լեհաստանում նման բան չկար, ինքն էլ դժվարություններով երկիր էր, բայց ինձ դուր եկավ Լեհաստանը եւ մենք մնացինք Լեհաստանում։ Հետո Ջուլիայից կանչեցի եկան ու մնացինք, աշխատեցինք, ապրեցինք, հետագայում նաև թատրոնում աշխատեցինք, Լեհական թատրոնում։ Հիմա ինձ մի փոքր հետ գնանք այդ կենցաղային խնդրին, հա, դոմիկներից հետո տեղափոխություն դեպի Լեհաստան։ Այ կնոջ համար այդ ինչ տրանսֆորմացիա է, երբ որ այդ դոմիկային պայմաններից հետո գնում ես եւ քաղաքակրթության մեջ ես հայտնվում։ Հերմինե ջան, իմ երևի առավելություններից մեկը նա է, որ ինձ ինչ պայմաններում էլ թողնես, ես այդ պայմաններին ինտեգրվում եմ։
կարևոր չի լավ պայմաններ։ Միայն քո չի դե հայկական ֆենոմեն է։ Դժվարությանը դիմանալու։ Ես օրինակ չեմ արմարվում ենթադրել վատ պայմաններին։ Մենք Լեհաստան որ գնացինք, ինչ պայմանների հանդիպեցինք, ինչ որ գյուղում այն թեպի փեչեր էր, հելուն կանգնում էի, թռում էի, թեպը նստել որ վառենք տականային կերպ։ Հա, այնպես չի որ մի անգամ Հա, գնացել եք։ չի եղել։ Շատ դաժան ա եղել։ Բայց ես հարմարվել էի ու ինձ դուր էր գալիս այդ վիճակը։ Հետո ապրել ենք համարյա պալատներում, էլի դուր ա եկել ինձ այդ վիճակը։ Ես ինչ պայմաններում էլ ապրեմ, ես հարմարվում եմ, չեմ փողոքում։ Դեպետ սիրում եմ լավ պայմանները։ Այսինքն մասնագիտությամբ երևի ես տրակտորիստ լինեի, կլինեի ակտիվ տրակտորիստ։ Գյուղի հարս լինեի, կլինեի լավ գյուղի հարս։ Եթե լինեի շեյխի կնիկ, ես պալատների մեջ ինձ գայի կարել եմ։ Ուզում եմ ասեմ, ես ինտեգրում եմ բոլոր տեղերը, ես ինձ եմ հարմարեցնում ու դուրս է գալիս։ Այնպես որ այդ վատ պայմանները իր հետ մեկտեղ լավ հիշողություն է ինձ բերում։ Բայց այնց եղավ ամենալավ պայմանները, մենք ուրեմն խանութ ունեինք, բար ունեինք, երկրորդ խանութ ունեինք եւ ինքն էր աշխատում, մենք թատրոնում էինք աշխատում, այդ մեր բիզնեսն էր իր տեղն էր գնում, ամեն ինչ լավ էր, ես միշտ ասում եմ ոսկե ձկնիկի պարավի պես ինքը իրեն արդեն չէր բավարարում։ Ինչ վերադարձ Հայաստան, պետք է վերադառնանք Հայաստան։ Այս Լեհաստանը չեմ ուզում։ Պետական դրամատիկական թատրոնում աշխատում էի արդեն լավ պայմաններում, մեքենան տակս, տունանդիր, Ստամբելը դե բեմադրություններ անում, բիզնես անում, մեծ խանութներ ունի, կոշիկի, հագուստի, ամեն ինչ ընտիր էր ու ես սկսեցի արդեն ոռնալ, որ Հայաստան եմ ուզում։ Ասեց ինձ բերիր գցիր Լեհաստան, հիմա նորից ոսկե ձկնիկի պարավի պես լացում ես դե հետ վերադառնանք Հայաստան։ Հա, ես չեմ կարողանում, ես կարոտել եմ իմ թատրոնին, այն թատրոնը շատ լավ թատրոն էր, այսպես էլ անեի քանդվում էին, ասում էին ռուսская школа, այ почему русская школа? То есть армянский школа, մի խոսքով։ Բայց շատ լավ էին ինձ ընդունում, նույնիսկ հիշում ես ամբողջ թատրոնով եկան մեր տուն, տնօրենով, բանտ ինչ ես ուզում գնաս, ինչ տապակաս, ասա լրացնենք, ասի կարոտը։ Ինչ իրականություն էր այստեղ ձեզ սպասում երբ որ կարոտը, ես ոչ մի բան չունեի մտածելու, թե ինչ է սպասում։ Հայաստան էի ուզում։ Ու եկանք, ես շուտ եկա, որտեղ Սամվելը իր գործերը պետք է ավարտի։ Կարոտը մեզ վերադարձրեց, չնայած լիարժեք կյանքով ապրում էին։ Ես լսել եմ, ոչ թե մի օր, ինձ բերեցին Ռուբեն Հաղվերդյանի երգերը, ես լսեցի ներսարի, ինչ ես կանգնել։ Ես այդ երգը լսելուց նստել եմ այդ անձրևորով, քշել եմ մի հատ գերմանական լիճ կար, ոնց էր կոչվում Տուրամա։ Քշեցի այդտեղ, լացելով ոռնում եմ, ինքը երգում է այդ երգը, ես ոռնալով քշում եմ դեպի տեղ, իջել եմ ափին լրիվ թրջված, անենց եմ լացում, անենց եմ գոռում եմ Հայաստան եմ ուզում, ես մեծ տունն եմ ուզում, որ ամեն ինչ այս սենց էր այնտեղ։ Մի հատ մտածելու բան չունեի։ Նորից հետ վերադարձավ, ասի Սամվել, արդեն լրիվ հանգստացա այդ ոռոցից, հետո ասի Սամվել, ես գնում եմ Հայաստան։ Ինչն էիք կարոտել։ Կովի թրիքը, Հայաստանը, ես չգիտեմ ինչ եմ կարոտել։ Ղարաբաղի գյուղերը։ Ինչի Ղարաբաղի գյուղերը։ Հայաստանի Երևանի մայթերը, թատրոնը, հայերենը։ Հայերեն լեզուն, իմ թատրոնի հոտը կարոտել էի, ես չէի դիմանում էլ։ Եղել է որ փոշմանեք հետ գալու համար։ Բացարձակ, հետ գնալու։ Հետ գալուց հետո որ փոշմանեն պասպորտով ենք մենք բոլորս, կարող ենք հետ գնալ։ Մշտական բնակության իրավունք։ Անձնագիր չէ, մշտական բնակության իրավունք։ Հենց որ երբ էլ որ ուզենամ կգնամ, երեխեքս էլ ասում են գոնե եկեք քաղաքացիություն ընդունեք, երկկողմանի կա, ինչի սա պետք։ Մենք ազատ կարողանում ենք Եվրոպա գնալ ամեն տեղ։ Ասում են, չէ, երեխեք ասում են, մամ, արդեն մենակ եք մնացել, եկեք, չէ, չենք ուզում, ես չեմ ուզում, ես հազիվ գտել եմ ինձ, ես շնչում եմ, ես միշտ էլ շնչել եմ, հատկապես Ղարաբաղում, որ ապրում ենք, էլի շատ լավ է զգում։ Ընդհակառակ երեխեքն են հետ գալու, հատկապես Արուսիկը հաստատ ընդհանրապես չի դիմանում, արտակարգ պայմաններում ապրում են, Արսենս լավ գործ ունի, աշխատանք ատամնատեխնիկա, ինքը երթվյալ թարգմանիչ է, դեսպանատների հետ գործ ունի, այն աղջիկս ռեստորան ունեն, Լյովաս ռեստորան ունի, հրաշալի պայմաններում են, բայց իհարկե բոլորն էլ ուզում են հատկապես Արուսիկը, ուշնիկ Հայաստան վերադառնալն է, վաղտեուշ կվերադառնան։ Համենայն դեպս ուզում եմ ասեմ, որ այստեղ ինձ զգում եմ ծուկը ջրում։ Ընդեղել էի այդպես,
բայց բոլոր դեպքերում խանդ կար մեջս, խանդ, ինչի պետք է պայմանները լինի լեհերին, չլինի հայերին, հայ թատրոնին չպետք է լինի, որտեղ նրանց պահած դերասանները ուրիշ են, ստեղ պահած դերասանները ուրիշ են, բայց ես հետ եմ սիրում։ Հիմա ես Ռուսաստանի հետ կապ ունեմ, չէ, նրանց պահած դերասանները, նրանց վերաբերմունքը դերասանների նկատմամբ ֆետիշացնելը լավագույնին ուրիշ է, այստեղ ուրիշ է, այստեղ ինձ ավելի շուտ հանդիսատեսն է ֆետիշացնում, եւ այսօր Նարեկն ու Տիգրան Գյուլումյանն են ֆետիշացնում, բայց ոչ թատրոնները։ Այդպես է, իմը այդպես է։ Գոնե այն տարիների, որ Տիկին Ջուլիան հետ էր եկել Լեհաստանից, ես գոնե իմ աչքերով եղել եմ Սունդուկյան թատրոնում եւ շատ լավ հիշում եմ Տիկին Ջուլիան գրեթե չէր խաղում, գրեթե չուներ գլխավոր դերեր, հիմնական դերեր, ինչն էր պատճառը Տիկին Ջուլիա։ Ամենտա ինչ որ մի պատճառ կա, հիմա ես դա չեմ կարող, գիտեմ, բայց չեմ կարող ասել։ Գիտեմ, բայց ասելը մի քիչ արդեն կլինի բան պրիմիտիվ, չեմ ուզում ասեմ, բայց կարծում եմ հասկանալի է բոլորի համար։ Եթե չեք հասկանում, դա ձեր գործն է։ Պարոն Վաղինյան, այս հարցին մենք կանդրադառնանք, որտեղ հիմա մենք ինձ հետաքրքիր է արդեն ձեր ստեղծագործական կյանքը, անձնական բաները շատ խոսվել, մարդիկ կարող են յուս հարցազրույցներում նայել։ Ինձ մոտ տպավորություն է, որ դուք ինքնակամ, ինքնազոհողության եք գնացել որպես դերասան, այն տարիներին, որ դուք կարող եք շատ ավելի ընդգրկված լինել թատրոնում, չնայած եւ Լեհաստանում բեմադրություններ եք արել, խաղացել եք եւ այլն, բայց ընտանիքի հոգսերը հոգալու, որպես տղամարդ ընտանիքին տեր կանգնելու, ապագա կերտելու համար ընտանիքի համար դուք ձեզ ինքնազոհողության եք տարել։ Ես չէի ասի ինքնազոհություն։ Չէ, ես չէի ասի ինքնազոհություն, շատ ներողություն եմ խնդրում իհարկե, այստեղ ուրիշ հանգամանք է։ Տեսեք ինչ է ստացվում։ Ես այն տեսակն եմ դերասանական, որ չեմ կարող ասել, ես դերասան եմ, ես չեմ կարող սա անել, ես չեմ կարող նա անել։ Դա երևի իմ մանկությունից է գալիս, որ ես անցել եմ շատ խիստ, չէի ասի դաժան, աշխատանքային ուսուցում, ծնողներս հանգուցյալ ես պաշտում եմ նրանց եւ քանի գնում համոզվում եմ ինչքան ճիշտ ու հանճարեղ են եղել իմ ծնողները։ Մանկությունից նրանք մեզ 4 երեխաներից 2 քույր, 2 եղբայր ոչինչ չեն մերժել, ոչինչ չեն մերժել։ Ինչ որ ուզել ենք հագուստ, հակ, կապ եւ այլն, բայց աշխատանքային խիստ ռեժիմ ենք ապրել։ Առավոտ ժամը 6-ից 6:30-ին մայրս արթնացնում էր մեզ։ Քույրերս գորգի տակ նստում 2 պատ գործում էին, դա տևում էր համարյա մի ժամ։ Ասում դասից հետո գանք մամա ջան կգործենք առավոտ շուտ ոչ աշխատանքային դասիրակություն։ Ես ու եղբայրս ուրեմն կոպիտ եմ ասում, խոզեր էր պահում հայրս, սիրում էր այդպես գերան։ Մեկս քշում էինք հանդ, մյուսը պատրաստում էր այդ ուտելիքը, լափը խոզերի, որ նրանք հետ պետք է գան։ Հետո մեկս վազում էր խանութից հացներ առնում բերում, մյուսը միրուշ, այսինքն առավոտից մայրս մեզ դնում էր աշխատանքի վիճակում։ Հայրս ասում էր, այնտեղ պետք է փորես, այն քարերը պետք է հավաքես, այն ծառի տակը պետք է անես, այն անես, հանձնարարություն էր տալիս երբեմն։ Այսինքն ինչ է ստացվում, աշխատանքային դասիրակություն։ Հիմա էլ երբ որ ժամը 6:30-ն է դառնում, ոնց որ մայրս ձայն տա, վեր կաց, հազիվ ես հասնելու, վեր կաց, հազիվ ես հասնելու, այսինքն աշխատանքային։ Եվ դա այդ որի մոտ կար այդ պատասխանատվությունը, եւ նաեւ այն որ հայրս աշխատամոլ մարդ էր, մի քիչ սիրում էր խմել, բայց ղեկի վրա երբեք չէր խմի եւ առավոտ շուտ գնում էր գործի, իրիկունը ուշ գալիս էր, երբեմն մենք ուզում ենք զարթում մնայինք, որ պապային տեսնեինք։ Այդ այնց շփաթ կիրակի չուներ, աշխատասեր մարդ, այդպես եւ դա էլ գենետիկորեն երևի ինչ որտեղ եւ ես չէի կարող պարապ նստեի որ աշխատանք չկա, ես էլ դերասան եմ, թատրոնում գործ չկա, ներողություն եմ խնդրում, ես մեքենայով, երբ որ Կիրովականում էինք հայտնվել, հետո պատերազմից հետո բան Վահե Շավերյանը մեզ հրավիրեց, այնտեղ էլ ցուրտ ու խավարը սկսեց, ես ներողություն գնում էի իմ այդ Ժիգուլիով, կարգին քշել էլ չգիտեի, նոր էի վերցրել այդ մեքենան, գնում էի ուրեմն դեղց էի առնում նոյեմբերյանից, տանում աբարան այդ դեղցը վաճառում էի, ցորեն էի այնտեղից բերում, այդ ցուրտ ու խավար տարիներին այդ ցորենը պետք եղավ, բերել էի, փոխել էի։ Այդպես բան էի անում։ Չկար ոչ մեկի մոտ ինքը գալիս էր երեկոյան տուն ու գրպաները հանում։ Լավ, մի չափազանց։ Այսպես ես աշխատում էի։ Այսինքն, հետո էլ որ արդեն հայտնվեցինք Լեհաստանում, արդեն այս ցուրտ ու խավար տարիներից հետո, այնտեղ էլ ես ամեն աշխատանքից երբեք չեմ խորշացել, եւ դա չեմ համարել ինքնազոհություն։
Այլապես մի ամուսնացի, եղի արվեստագետ, զբաղվի քո թատրոնով։ Անուններ չտամ, ունեն գտես դերասաններ, ամուսնացել են, ամուսնալուծվել, որովհետև երեխայի հոգսը չեն ուզեցել տանեն, ընտանիքի հոգս չեն ուզեցել տանեն, թեթևի կյանքով։ Դե ուրեմն զբաղվիր քո դերասանությամբ, ընտանիք մի ունեցի։ Իսկ եթե ընտանիք ունես, տղամարդն ես, հայրն ես, դու պարտավոր ես քո երեխաներին ապահովել, չբավարարվել միայն դառնում։ Այնպես որ ես ինձ ոչ թե զրկել եմ, այլ իմ պարտականությունն եմ կատարել, իսկ Ջուլիային աշխատել եմ չկտրել, չնայած նա էլ թեթևի տված ինձ հետ աշխատել է, եւ այդ բիզնեսում, եւ խանութ, եւ բար, եւ սրճարան, որ ունեցել ենք Լեհաստանում, աշխատել ենք, աշխատեցրել ենք, այդպես իմ հետ եղել է, բայց ես ամեն կերպ աշխատել եմ, որ ինքը ավելի լինի։ Իսկ թատրոնում ես բախտավոր եմ եղել։ Ստեփանակերտում եղել եմ հերոս սիրահար, խաղացել եմ հրաշալի դերեր, կողքս ունեցել եմ Ջուլիետայի նման եւ Ժաննա Գալստյանի նման, Ղարիբ Սարգսյան հրաշալի խարակտերային դերասան, Քաջիկ Հարությունյան, այս մեր տղաները Սամվել Վիրաբյան, այս հրաշալի պլեադան դերասանական եւ ավագ սերունդը մեր Բենիկ Օվչյան, Մարգո Բալասյանյան, Մամիկո Միքայելյան, այս հրաշալի արտիստների Ժորա Մովսիսյան, ունեցել եմ լավ խաղանկերներ, խաղացել եմ լավ դերեր։ Սունդուկյանում էլ ես բախտավոր եմ, զարմանալի բան է, 7 դեր եմ խաղում այդտեղ, երբ որ Ջուլիայի պես դերասանուհին 2 դեր ունի, Մոխրոտում է խաղում եւ ունի այն բան։ Նելի Խերանյանը մի դեր է խաղում, Տիգրան Լևսյանը 3-4 դեր։ Ես 7 դերեր ունեմ, խաղում եմ այդ թատրոնում, այսինքն Լեհաստանում ես չլինելով ռեժիսոր 3 բեմադրություններ եմ արել։ Այսինքն թատրոնում ես բախտավոր եմ ինձ Իսկ ես համարում։ ինձ ավելորդ եմ համարում։ Դե հա, դու ոչ ասիր։ Նո հիմա էլ մեր տնօրենը շատ է իհարկե մտածում, ես շատ հարգում եմ իրան Վարդան Մկրտչյանը շատ հարգում եմ։ Ինքը ավելի շատ է մտածում իմ մասին, բայց թե ինքը տնօրեն է։ Ինքը իր պարտականությունների մեջ է, որը կատարում է գերազանց։ Դե հիմա այդպես է ստացվել։ Չկան դերեր ձեր խարակտերին, ձեր տարիքին, ձեր բնույթին համապատասխան։ Եթե կա էլ ինչ-որ բան, որը հետ կապ չունի ինձ հետ, ես հրաժարվում եմ։ Չէ, ինքը առաջարկել է մի քանի դերեր, չի արվել։ Ես առաջարկել եմ կարգին լավ ներկայացումներ, ծառեր կանգնած են մահանում, առաջարկել եմ Լյուդմիլա Ռազումովսկայի «Моя сестра и пленница», Елизавета Հրաշք նո համարել են, որ դա շատ թանկ ներկայացումներ է, դա կստացվի, որ ինչա դառնում բենեֆիս է դառնում, ես նույնիսկ ասել եմ, այո, իսկ ինչու ոչ բենեֆիս, ինչու ոչ բենեֆիս, տարիքս ինձ թույլ է տալիս։ Եվ վաստակավոր արտիստի կոչումը ժողովրդական լինելը սիրված եմ համարել, ես արդեն ասել եմ, օքեյ, ես բրծա։ Չէ, հիմա արդեն չես Ես ուզում։ գործ չունեմ, ես զբաղվում եմ արդեն դրսով։ Եվ Նարեկ Դուրյանը ինձ հրավիրեց Փարայ։ Էդ է ուզում հարցնել, ո՞նց է լինում, որ օրինակ մի տեղ, հա, օրինակ պայմանական վերցնեք Մայր թատրոնը, որտեղ Մայր թատրոնի արտիստներ եք նաև համարվում։ Մի թատրոնում թվում է, թե որ բավականաչափ ներգրավվածություն կարող եք ունենալ, այդտեղ չկա այդ վերաբերմունքն ու ներգրավվածությունը, բայց ուրիշ մի տեղ, որի հետ ոչ պատմություն ունեք կապված, ոչ գենետիկա կա կապված, սիրում են, հարգում են, գնահատում են եւ երազում են մի նոր դեր տալ, մի նոր բեմադրություն անել։ Էմիլի ջան, բարձրապես այստեղ էսպես ստացվեց, որ Շավերձյանը բերեց ինձ Սունդուկյան, համարելով որ եթե երկրորդը ունենայի չէի բերի, ու այսպես նստեցի։ Դա արդեն բազմակետ էր, չգիտեմ դրա հարցի պատասխանը, եւ մինչեւ այսօր շարունակվում է։ Բայց ես ասեցի ուտողի, չուտողի մալը, ուտողին հալալ։ Այ ոնց տեղի ունեցավ Ոնց եղավ որ որտեղից հետաքրքիր update-ը, հա, անգլերենով ասած։ Նարեկ Դուրյանը Սամվել Բաղինյանի կուրսի տղան է, բայց ես ծանոթ չէի։ Ես համոզեցի Ջուլիային գնա Նարեկի մոտ, այո։ Բայց ես ոնց գտայի, երբ որ Նարեկը պատահական ինձ, նու զանգեցին, կանչեցին ինչ որ ներկայացնում, ես շատ ուրախացա, որտեղ ես Նարեկ Դուրյանի ներկայացումները նայում էի եւ տեսնում էի ինչ ինտելիգենտ, կարգին, խելացի, լավ եւ հումոր եւ դասերակցական եւ Նարեկն է տաղանդավոր տղա։ Մի խոսքով շատ ուրախացա ու գնացի, մեկը դարձավ երկրորդ ներկայացումը։ Հիմա երրորդն ասում որ էլ չեմ կարող ժամանակ չունեմ, որտեղ ուրիշ տեղ է։ Ու պատահական հետո հանկարծ Տիգրան Գյուլումյանը զանգեց հրավիրեց ու ես չգիտեի իր մասին, բայց հետո ցանկապատից ելնելով հասկացա ու այդպես հատկապես որ ասեց բաց դաշտում ես շատ ուրախացա, ասի միանգամից ասի ինչու ոչ գալիս եմ ու ինքը շատ ուրախացավ ու այդպես սկսվեց մեկ էլ մեր աշխատանքը Տիգրան Գյուլումյանի հետ հոյակապ աշխատում եմ նա արդեն դարձել է իմ պրոդյուսերը
եւ նրա հետ շարունակում ենք հերթական աշխատանքներ այլևս, իսկ Դարեկ Դուրյանի հետ ես ունեմ 2 հրաշալի ներկայացում, հաճույքով խաղում եմ եւ շուտով գնում ենք հյուրախաղերի Ամերիկա, Դարեկ Դուրյանի հետ, իսկ Տիգրան Գյուլումյանի մոտ ես գնում եմ, կարծես ասել եմ նորից պիտի կրկնվեմ, գնում եմ հերանցս տուն։ Շատ եմ սիրում Տիգրան Գյուլումյանին, իր ամբողջ ընտանիքով, եւ կինը, եւ տղան, եւ մայրը, եւ հայրը ամբողջովին ընդգրկված են Պրոցեսի մեջ եւ դա տարել է մի հատ օջախ, որի համար սիրտս խփում է, թե երբ պետք է ներկայացման օրը գա, որ գնամ։ Ինչ կարծիք եք դեսերտը մատուցեմ եւ խոսենք հանդարտից եւ Ես ոնց ներկայացումներից։ բացվել եմ այդ փակվից։ Շատ լավ է, ինձ դուր է գալիս։ Պահում ենք այս ռիթմը, պահում ենք այս տեմպը, ես հեսա գալիս եմ։ Իմ սիրելի գործընկեր, Հերմնե դիալոգ նախագծի գլխավոր գործընկեր, արդեն 25 տարվա պատմություն ունեցող Վալան գրուպ ընկերությունը սկսում է մի հրաշալի երեկոների շարք։ Երեկոները ընթանալու են «Եկեք զրուցենք մեր 25 տարվա պատմության շուրջ» խորագրի ներքո։ Եվ ես պատիվ ունեցա ներկա լինելու այդ երեկոներից մեկում, եւ հիմա առաջարկում եմ ինքներդ էլ դիտեք եւ դրա մասնակիցը դառնաք։ Այսօրվանից մեկնարկում ենք Վալան գրուպի 25-ամյակին նվիրված հանդիպումների շարքը հայ դիզայներ ճարտարապետների հետ միասին։ Հանդիպումների շարքը ընթանալու է «Եկեք զրուցենք մեր 25 տարվա պատմության մասին» խորագրի ներքո։ Վալան գրուպը իր 25-ամյակի կապակցությամբ որոշել է իրականացնել դիզայներների հետ հանդիպումների մի շարք, ներգրավելով հատկապես նոր սկսնակ դիզայներ եւ ճարտարապետներին, այսպիսով ուզում ենք փորձել ստեղծել ավելի անմիջական միջավայր, որպեսզի դիզայներները կարողանան հանգիստ միջավայրում տալ բոլոր հարցերը, ծանոթանալ Վալան գրուպի արտադրատեսակներին, Վալան գրուպի պատմությանը, տեսնել ցուցասրահները եւ հաջորդիվ այցելել ցուցասրահ, ունենալ շրջայց եւ ծանոթանալ արտադրական ամբողջ process-ին։ Լուիզա ջան, ինչպես գիտեք, Վալան գրուպի 25-ամյակի կապակցությամբ նախատեսում է հանդիպումների շարք, հատկապես երիտասարդ դիզայներ ճարտարապետների հետ։ Ինչ է կարծում որպես համայնքի անդամ, ինչու է կարևոր այս հանդիպումները Վալան գրուպի հետ։ Իրականում կծանոթանան որակի հետ, Վալան գրուպը շատ լավ որակ է տալիս ու բոլորը վստահ եմ գիտեն դրա մասին, կհասկանան ճիշտ սպասարկումը ոնց է դռների հետ կապված եւ կստանան շատ ճիշտ խորհուրդներ հենց դռների հետ կապված, որը որ շատ կարևոր է մեր դիզայներների համար։ Ոնց է այսօր տրամադրությունը։ Շատ լավ, իդեալական է, շատ լավ է, ես շատ սիրում եմ Վալան գրուպը, բոլոր պատվիրատուների հետ կապված միանշանակ գալիս ենք այստեղ։ Շնորհակալություն։ Դե ինչ, այս հանդիպումով մենք նաև մեկնարկում ենք Վալան գրուպի 25-ամյակի միջոցառումների շարքը։ Վալան գրուպ, միշտ մեկ քայլ առաջ։ Տապակած բանան։ Իհարկե մի փոքր տարօրինակ է հնչում, բայց շատ համեղ դեսերտ է։ Հետևեք ինձ։ Հալեցնում ենք կարագը։ Հիշում ենք, որ հոգնած բանաններին դեն չենք նետում, որովհետև պետք է նրանց երկրորդ շունչ տալ։ Տապակել։ Ավելացնում ենք շաքարավազ, եթե նկատեցիք, ես շագանակագույն շաքարավազը օգտագործեցի։ Բանանները պետք է փոքրացնել։ Ես նախընտրում եմ անել 4 մասի, ավելացնում եմ նաև դարչին, սկսում եմ մատուցել պաղպաղակ և տաք բանանները կարամելով և իհարկե մի փոքր էլ սոուս։ Մի գաղտնիք ասեմ, եթե սկսեք խաղալ կարամելի հետ, բռնեք ճիշտ ջերմաստիճանը, երբ սկսում է ծորալ, ձգվել, այդպես քարանալ, ապա կարող եք նաև շատ հետաքրքիր դեկորներ ստանալ։ Օրինակ այսպես, սա հենց նույն կարամելն է, որը թավայի մեջ դուք տեսաք։ Ես ինչ ես անում դու մեզ հետ։ Սիրում եմ։ Վայ, Ես որոշել եմ երեք հաջորդ անգամ ես ենք գալու բալես։ 5-ից հետո բան չեմ ուտելու, բայց այսօր ես այնքան բան կեցի։ Դա այսօրվա մասին չի։ Շատ ընտիր եմ։
սիրելի հատված, երբ պետք է խոսենք թատրոնից, ներկայացումներից, շարունակենք խոսել ավելի ճիշտ, որտեղ ամբողջ ընթացքում փոքր այսպես գալիս ենք հասնում ենք այս կետին։ Ամենալավ կետն է։ Ամենալուսավոր, ամենապայծառ, որովհետև անկախ բոլոր թատերական կրքերից կա մի բան, որը երբեք արտիստից չեն կարող վերցնել, եթե նա գործող արտիստ է, դա երբ հայտնվում ես բեմում եւ վայելում այդ բերկրանքը խաղալու եւ լինելու բեմում քո խաղընկերների հետ, այն կերպարում, որի նվերը այդ պահին որ այդ պահին ստացել ես։ Հետաքրքիր բան տեղի ունեցավ ու պրոդյուսերական մտքի արդյունքում կարող է փոխվել մարդկանց կյանքերի իսկապես։ Խոսքը հենց Տիգրան Գյուլումյանի մասին է, ով կարողացավ այդ ձևաչափը բացօթյա ներկայացումների դարձնել սիրված եւ դերասաններին էլ դարձնել պահանջված, ել ավելի ճանաչված։ Ինչի համար է պետք, որ նման մեծ կենսագրություն ունեցող մարդիկ կյանքի այս էտապում նորից այսպես մտնեն մարտադաշտ, նոր հորիզոններ գրավեն, նոր հանդիսատես, ել ավելի սիրված դառնան, ինչի համար է դա պետք արտիստին։ Դա է կյանքը, մեր կյանքը դա է։ Ես ասել եմ, ես ապրեմ 97 տարի եւ միջև վերջ բեմի վրա մնամ, ոտքի վրա լինեմ, բեմի վրա մնամ։ Դու որոշել ես 97 ջուլա։ Ես այդպես եմ խնդրել իմ պապայից։ Բայց ինչի 97 լրացնող հարուր է էլի։ Չէ, չգիտեմ, այդպես եմ ուզել եւ ոտքի վրա մնամ խաղամ, թեկուս փոքր դեր, բայց լինեմ բեմում եւ այդ օրը գնամ տուն ու քնեմ չվերկենամ։ Այ քորա։ Շատ համեստ խնդրանք։ Շատ գեղեցիկ լինի իմ գնալը, որտեւ ես այսքան վաղ ապրել եմ իր հրամանով, իր ուզածով, իմ պապայիս ուզածով եւ իր կյանքով, իր ոտքերի տակ կար դառնալով ես այդպես եմ ապրել։ Անընդհատ իր հետ խոսելով, իմ աղոթքները անելով եւ գիշերները եւ առավոտ աչքերս բացելով, ես անընդհատ իր հետ եմ ու ուզում եմ այդպես ինչ ուզել եմ ինքը արել է։ Շատ լավ շրջան եմ ապրում, որտեվ Սիրուն բան ասացիք։ Հա, շատ զբաղված եմ, շատ ամեն օրս զբաղված։ Ես այսօր պիտի հանգստանայի, որ վաղը մեկնում եմ էլի, չէ՞։ Բայց այսօր էլ եմ զբաղված։ Մի հատ թող ասի Սամվելը ազատ օր չունեմ։ Ինքն էլ է շատ զբաղված, բայց ինքը մեկ-մեկ ունենում ազատ օրեր։ Ես այդ ազատ օրերը չունեմ։ Ազատ օր ալինում անպայման մի բան դուրս է գալիս։ Զարմանալի է, Ու շատ։ սիրում եմ այդ շրջանը։ Պարզապես մի քիչ հոգնում եմ, բողոքում եմ երևի մեկ-մեկ Սամվելին, ասում եմ, որ բան էլ չես ունենում, ասում ես չունեմ, բայց արդեն երկրորդ տարին է, ես մի օր ազատ օր չունեմ, շատ է իմ զբաղվածությունը եւ թատրոններում այդ իմ Նարեկ Դուրյանի, Տիգրան Գյուլումյանիս իմ բանը հրաստանում եւ Սուտկյանը էլ ունեմ, երկու տեղ խաղում։ Մոսկվայում։ Ես գալիս եմ դրան, էլ չեմ ասում դրան զուգահեռ, ես ամսվա մեջ 2 կամ 3 անգամ մեկնում եմ Մոսկվա ներկայացումներ խաղալու։ Դա մեր Մանյունյա ֆիլմն է, որը սարքել են ուրիշ պրոդյուսեր Արելա, այդ գործը եւ իրավունքը եւ սարքելա ներկայացում, որտեղ Ռուսաստանը շատ է սիրում այդ գործը, շատ ամբողջ Ռուսաստանում, մենք շրջում ենք բոլոր քաղաքները։ Այս անգամ վերադարձա ես 4 քաղաքում խաղացինք վերադարձա։ 3 դերասան Հայաստանից, մնացածը 3 Մոսկվայից։ դերասան Հայաստանից, մնացածը բոլորը մոսկովյան դերասաններ են եւ շատ լավ մարդիկ են եւ շատ արտակարգ հարգում ու ընդունում են մեզ։ Ես նույնիսկ որ գնում եմ Մոսկվա, բանը, ոնց են ասում հայերեն։ Я уже на русском. Դուք ռուսերեն ասեք, Տիկին Ջուլիա, մենք կհասկանանք։ Զոդան։ Սահմանապահներից, անցակետում։ Հա, ճանաչում Որ երկար պահում են, ձենս լսում են, թե չէ վեր են գնում, ասում են տապը բաժանվում են, Վիրոզա Իոսիֆովնա, ասելով բաց են թողում։ Այդ Մանյունյա ֆիլմի տարածվածություն։ Արդեն այնտեղ ամեն քայլափոխին, այդպես նկարվում են, շատ հաճելի է։ Եվ բացի դրանից ես անցյալ տարի նկարվեցի ֆիլմ, մի հատ ուրիշ ֆիլմ, День рождения Шумета Люмета, ամերիկացի
կինոռեժիսորի վերնագրովա գրած Ռաժդենի, բայց այդ ռեժիսորը գրել է իր կենսագրությունը, որի մոր կերպարը ես եմ խաղում, վրացի գլխավոր կերպարը, ու այդպես անտատ մինվոդի, ես իմ որտեղ Պիցիգորսկ, սաղ տեղերը շրջում եմ նկարահանվելով։ Ուզում եմ ասեմ, ինքան լիարժեք է իմ գործնեությունը, ինքան շատ է, ու տարտիտո գվրում եմ երկար ժամանակ, որ արդեն խանգարում է այստեղի գործերը։ Բայց ինչի մաս էինք խոսում, ես սկսեցի ինձ տարիքի հետ համեմատ զբաղվածությունը շատ է, լավ չի, այդքան էլ լավ չի։ Ես ասում բոլոր տարիներս հագեցած է եղել, բայց հիմա սարսափելի շատ է, դուբլ է եղել։ Նաև որակային փոփոխություն կա այստեղ։ Որակային, էլ չեմ ասում ինչ որակային փոփոխություն։ Այդ շատ կարևոր Ես գործ եմ բան է։ անում ռուսների հետ, նույնիսկ մի քիչ ամաչում եմ, ասեմ, լավ բան չեմ անում։ Բայց որ իրանք ասել են, ես էլ ասում եմ, Джульетта, ты народная артистка, нет, я заслуженная актриса. Я вас умоляю, в Армении скажите, что в России вы получите народную артистку. Ուշացել եք ասակոչումները հանվել։ Իսկ իմ հետ որ խաղաց մանում էր այն հումորիստ Եվգենի Պետրոսյանը։ Եվգենի Պետրոսյանի հետ որ խաղացի, ինքը իր գիրքը նվիրեց ու մեջ ինչ գրեց, որ ինձ սեցվակի թևեր տվեց։ Ты моя Фаина Раневская։ Դա մեծ գնահատական է, շահավոր շատ են գնահատում Ռուսաստանում, շատ լավ են գնահատում, այնպես ինչպես Լեհաստանում, այնպես էլ Ռուսաստանում։ Այստեղ գնահատվում եմ ես Նարեկի ու Տիգրան Գուլյումյանի կողմից, գնահատվում եմ շատ բարձր։ Բայց պետք է փաստենք, որ այլևս չեն կարող բողոքել, որ մարդիկ ներկայացում չեն գտնում։ Չէ, որովհետև նռնենի տոմսերը գնել հնարավոր չէ, հանդարտի որևէ ներկայացման։ Եվ սա միայն հանդարտի մասին չէ խոսքս, համազգային թատրոնում է նույնը, դրամատիկական թատրոնում է, իսկ ինչ վիճակ է պոեզիայի թատրոնում։ Պարոն Բաղինյան։ Շատ բարդ իրավիճակ է, որովհետև Սունդուկյան թատրոնում 6-7 դերերով զբաղված եմ եւ Հրազդանում մի բեմադրություն եմ արել, որտեղ նաև խաղում եմ, ծառերը կանգնած են մանում, բացի այդ Հրազդանում հետաքրքիր բան է կատարվում, դասական գործերի վերընթերցում, շատ հետաքրքիր ձևով, զբաղված եմ նաև պահանջվում է ստախոս, Ատամնաբույժ Նարևելյան, մեր Վարդան Կուղյանոսյանի բեմադրությունները շատ հետաքրքիր, Անին Քոչարյան, Հովակը Գալոյան, Հասմիկը Վերդյան հետաքրքիր, այսպես կազմ է դերասանական 3 ներկայացում Հրազդանում, Տանիք թատրոնում խաղում եմ ուրեմն ռոք-ն-ռոլ Մայրամուտից առաջ կամ Սիրտս քեզ ներկայացումը Սուսաննա Բաղդասարյանի հետ, բեմադրել է մեր Արտուր Սարիբեկյանը, մեր երիտասարդ հրաշալի ռեժիսորը, եւ այսքանով հանդերձ նաեւ հանդարտում զբաղված էինք նոր տարվա մի շատ էքստրավագանտ, շատ հետաքրքիր տոնածառային ներկայացում մեծահասակների համար Սնեգուրուչկա Վլադիմիրովնան է ֆարսը, խայտարակ մի բան, որտեղ Ձմեռ պապն է, Սանտա Կլաուսն է, Դեդ Մորոզն է, Կաղանդ պապն է, որը մարտ ամսին էլ խաղացինք, այդ նոր տարվա պահանջարկը կար։ Հիմա էլ մի նոր բեմադրություն է անում Տիգրանը Գուլումյան, շատ հետաքրքիր գործ է անում, արտասահմանյան գործ է, հայկականացրած, դա սյուրպրիզ է, կտեսնեք հետագայում, լրիվ հայկական մեր լադերին համապատասխանում է մեր իրավիճակին, այսօրվա հետ խոսում է այդ գործը, եւ Տիգրանը ձեռնարկել է, հետաքրքիր գործ է, եւ Ջուլիանը, եւ ես եմ։ Աշխատում ենք այդտեղ, Արտուրը Սարիբեկյան պետք է բեմադրի, Տիգրանն է գրել գործը եւ լիարժեք է։ Որոշ բաներից արդեն ես հրաժարվեցի, որոշ բաներից, որպեսզի մարդը ինչքան կարող է կենտրոնանալ։ Եթե այս ամեն ինչը չլիներ, միայն լիներ պոեզիայի թատրոնը, ես քիչ սրբելու ժամանակ չէի ունենա։ Ես նոր եմ գիտակցում ինչ բեռի տակ եմ մտել, անում ենք դասական գործեր, ունենք նախկինում արված գործեր, մեր Արտուրը Սահակյան ուներ գործեր, որոնք Գոյ թատրոնում կար, մենք վերաբեմադրեցինք դա եւ պոեզիայի թատրոնում հայտնվեցին Թումանյան, Չարենց, բեմադրվեց Նարեկացի եւ դրան զուգահեռ ժամանակակից պոեզիա, արդի պոեզիայի ժամանակակից հեղինակներ, ձև կտանք, այսպես մի հետաքրքիր ձևաչափ, պոետիկ երկխոսություն, այսինքն երկու բանաստեղծներ Ոճական առումով կարող են մոտ լինել, ժամանակակից, կարող են եւ լրիվ տարբեր լինել եւ նրանց միջև ծավալվում է պոետիկ երկխոսություն իրենց բանաստեղծությունների միջոցով։
վիճում են, իրար հետ կռվում են, իրար ծաղրում են։ Ո՞վ է նյութի հետ աշխատել, պարոն Վահանյան։ Նյութի հետ աշխատում եմ ես, նյութի հետ աշխատում են ռեժիսորները, ովքեր մեր մոտ ընդգրված են, օրինակ իմ համակուրսեցին Կարինե Դավթյանը, արեց նման անմատիվ բեմադրություն եւ ընթացքի մեջ անում ենք նաեւ Սիլվա Կապուտիկյան կայացած եւ չկայացած հարցազրույց խորագրի տակ։ Այսինքն արդի պոեզիան նոր ձևով են լուսաբանում։ Ոչ թե արտասանություն է միկրոֆոնով կամ առանց միկրոֆոն, այլ դիալոգ է, երկխոսություն է, մենախոսություն է։ Բանաստեղծը նաեւ կարող է հանդես գալ իր մուսան, որպես կին, որը մուսան է, միաժամանակ նաեւ սերն է։ Մի խոսքով չբարթանամ, չխորանամ, ուղակի այստեղ կա մեծ դժվարություն, որ կազմակերպչական առումով, որ միայն դրանով զբաղվեմ, ժամանակը երևի չի հերիքի։ Դրա համար էլ շատ բաներից ստիպված եմ լինում հրաժարվել, որպեսզի կարողանամ այս բեռան տակից դուրս գալ սիրելիս։ Այսպեսին է։ Այս տարիքում արդեն 70-ն անց Երանի կլիներ ավելի ուրիշ ժամանակներ եղել, Ես եթե անկեղծ ասեմ, նախանձ եք շարժում երկուսով։ Շատ է։ Ինչ խոսք։ Այդ շատ է շեշտում տարեկը, ինչ կապ ունի, կարևորը ոգին է, ոչ թե տարեկը։ Տիկին Ջուլիա, ես իրավունք եմ ստացել շատ լակոնիկ խոսելու նաև ձեր մոնո ներկայացումից, որը սպասվում է։ Բայց դեռ չենք սկսել։ Այո, բայց Գրվել սպասվում է, գրվում է, գրվել է եւ այո։ Նյութը մշակվում է։ Գլումյանը ինձ շատ է։ Ինչ են անում, ինչ են ասում։ Երես տալիս։ Երևի։ Իսկ ես որպես ջահել աղջիկ երես եմ առնում։ Ինչ հաճելի պահ չէ, որ երես եմ տալիս, դու կարող ես երես կարևորը առնել։ գիտես ինչն է Հերմինե, որ ինձ ապշեցրել է Տիգրան Գյուլումյանի մտքի թռիչքը ուրա հասնում։ Մի բառ, եթե իրան դուր եկավ ասածս նախադասության մեջ, այդ մի բառից ինքը կարող է պիես գրի։ Եվ մի քիչ իմ մասին որոշ բաներ իմանալուց հետո ասեց մոնո պիտի գրել տամ քեզ համար ու վերնագիրը գրեմ պահանջված ավելորդը։ Այ մամա ջան, ուղղակի փշաքաղվեցի։ Ասի այդ խա դու ով ես։ Դու ով ես։ Ախր չէ որ դա ես գիտեմ որ դա եմ։ Պահանջված եմ եւ ավելորդ եմ։ Դու որտեղից զգացիր։ Ինքը մի շատ վարակիչ ծիծաղ ունի, որ սկսում է ծիծաղել, դու դադարում ես ծիծաղել, ինքը էլ է ծիծաղում, այդ են ծիծաղեց, որ ասի ով ես դու որտեղից զգացիր իմ ներքին ապրումներ, իմ ներքին կյանքը, իմ ներքին աշխարհը, բնավորությունը, որտեղից հասկացար, այդ խեղճանալը, այդ այո, մեկ կարող եմ շատ հզոր լինել, բայց կարող եմ եւ դառնալ կատու մլավոցով, խեղճանամ, դառնամ երեխա, դառնամ անօգնական Այդ բաները սաղ ինքը մանրամասը, որ ինձ ասում է, ես ապշում եմ։ Դու ոնց հասկացար դա։ Մենք երկար չենք նստել իրար հետ sense կյանք պատմել, բայց դու այդ ասեցիր պահանջված ավելորդը, որի համար ես փշաքաղվեցի, ապշեցի, արցունկոտվեցի ու ասի, ինչ ճիշտ բնութագիր էր, բնութագիր վերնագիր էր, որտեվ ես միշտ այդպես եմ զգացել, եւ եղել եմ պահանջված եւ ավելորդ։ No Հայաստանում։ Իսկ հիմա չեմ զգում։ Կամ մռայլ գույներով իներ։ Չէ, մռայլ չէ, հիմա չեմ զգում, որտեղ նրանք ինձ այնպես լավ են նայում, եւ Նարեկը եւ էլ չեմ ասում Տիգրան Գյուլումյանը։ Տարբերություն չկա, մեր Եվ չասենք հանդիսատեսը։ Ինչքան են ձեզ սիրում։ Այ ինձ համար արտիստի սիրված լինելը դրա համար շատ կարևոր է։ Ես նույնիսկ ամաչում եմ։ Այնքան են ինձ դա ասում, այնքան են այդ սերը ես նենց եմ զգում, այդ սիրուց է գալիս իմ երևի Ինչ ես տարիքս ասել, բայց այդ լինելը կամ ինչ-որ երջանիկ ուրախ լինելը բան, դա բարձրանում է երկինք։ Այդ օրհնանքները, նենց օրհնություններ եմ ստանում եւ այդ օրհնությունները բոլորը բարձրանում է երկինք ու ես ասում եմ ամեն։ Այդ դրանով է որ ես ապրում եմ։ Ամեն։ Ես առաջարկում եմ այս սիրուն մոնոլոգը, պարոն Վաղինյան, ամփոփենք եւ այսօրվա մեր հանդիպումը Մի հատ սիրուն բան կարդացեք էլի։ Չեմ կարող խմել մի քիչ գինի, ես չեմ։ Սա մի քարատով։ Ոչ, ես ոչինչ չեմ Ես չեմ սիրում, նման դեպքերում կարդալ։ Օրինակ հիմա գարունա, եթե հիշում ես ասա։ Չեմ կարող։ Չես հիշում, թե չես ուզում։ Հիմի շատ են երկիչները։ Սրտի ուզած տաղը չկա։ Ամենայն տեղ խնդություն է, հոգուտ ուզած խաղը չկա։ Ուր ոտ դնես, բաղ է հիմի,
շահանշահի բաղը չկա։ Ման եմ գալիս քուչա, սիրեկանի թաղը չկա։ Ես ում ասեմ երկս հիմի, ոչ դուք ուզես, ոչ էլ յադը, թեգու զանուց տաղերիցս չի հեռացել Աստծո մատը, ոչ ով ուզեց ականջ դնի, իմանա սրտիս կանգատը, ուզում եմ սիրտս հովանա, արտասուքի շաղը չկա։ Մարդիկ են փուչ ու բեդամախ, աշխարհը լավ է չարեց, մարդու խոսքը մարդու սրտին անհանգչելի ցավ է չարենց, ականջ արա ազդու խոսքիս, ասում եմ թե բավ է չարենց, քեզ չեն սիրի, քանի որ քո սրտի տված դաղը չկա։ Ապրես։ Բրավո։ Ոչ մի բրավո։ Ես ուզում եմ ասել, եւ դուք մեզ ուզում եք զրկել այս պահը։ Ես բեմում եմ արտասամ, արհեստական դերասան եմ, ոնց որ Ջուլիանը ասում, կյանքում չեմ կա։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հաճելի, այս անմոռանալի, այս նուրբ։ Ես տղամարդ լինեի, հիմա կհանդուրեի Հերմինեի ձեռքը։ Հանդուրի։ Շնորհակալ եմ շատ։ Եվ քո տղան։ Այդ էլ կարող եմ։ Եվ քո հյուրասիրության համար, Հերմինե ջան։ Եվ քո հյուրասիրության համար, եւ այս գեղեցիկ հաղորդման համար։ Սա այնքան ոնց որ հանդարտում եմ, այսքան լավ բնական հաղորդում է։ Ես sense բնական հաղորդումները մեծ հաճույքով կգնամ։ Շնորհակալ եմ։ Սիրում եմ քեզ։ Շնորհակալություն ազիզ ջան։ Դե հիմա անջատեք տեսախցիկը թողեք մենք վայելենք այս մի քանի րոպե մեկնելուց առաջ իմ սիրելի հյուրերի։ Ինչ համբերատար, ինչ հրաշալի կազմ ունեք, թիմ ունեք։ Շնորհակալություն։ Ներկայացումների մասին տեղեկություն կարող եք ստանալ եւ Տիկին Ջուլիայի եւ պարոն Բաղինյանի եւ Հանդարտի եւ Բոհեմ թատրոնի էջերից, որտեղ մշտապես թարմացվում են եւ իհարկե ձեզ բոլորից սիրով հրավիրում են դիտելու ներկայացումները սիրելի արտիստների ներկայությամբ։ Հաճույքով։ Աշի ծոկը տվեց։ Սրա թարսոչ կոշիկները։ Ուտեց մարդամ ինչ ես դուս կայ։ Շատ են ասում կեզ ես նման հարիքները, սրա կոշիկները ճարգեն։ Վայ, կզանգեմ։ Մյուս 5 շաբթի է եթերը։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան գրուպ, գործընկերներ Armenia Wine, Կտուր AM